Օրվա իրարանցման մեջ մի երեխա օգնության ձեռք է մեկնում։ Մի տղամարդ կանգ է առնում, որոշում է լսել։ Այդ պահից սկսած նրանցից ոչ մեկն այլս նույնը չի լինի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Այդ դաժան ձմեռային գիշերը ձյունը ծանր փաթիլներով թափվում էր Աբովյան փողոցի վրա։ Շքեղ խանութների լուսավոր ցուցափեղկերն արտացոլվում էին մայթերին կուտակված սպիտակ ձյան վրա, ստեղծելով մի տեսարան, որը կարծես բացիկից լիներ։ Դա այն գեղեցկությունն էր, որը տպավորում էր զբոսաշրջիկներին, բայց այնտեղ ապրողների համար դա ընդամենս մեկ խոչընդոտ էր հանդիպումից մինչ սպասող մեքենան ընկած ճանապարհին։ Արմեն Մարտիրոսյանը ուղղեց իր քաշմիրե շարֆը ավելի ամուր փաթաթվեց վերարկուի մեջ։ 37 տարեկանում նա անշարժ գույքի բիզնեսի մի կայսրություն էր կառուցել, որը ձգվում էր Գյումրիից մինչ Երևան, անցնելով Մոսկվայով, Փարիզով։ Ծնված Գյումրիում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք Հայաստան էին եկել գրպանում հույսից բացի գրեթե ոչինչ չունենալով, Արմենը վաղ տարիքից սովորել էր, որ աշխատանքը կյանքում միակ հաստատուն բանն է։ Հայրը թաղամասում կտորեղենի փոքրիկ խանութ ուներ, իսկ մայրը ինչ ուշ գիշեր կարում էր։ Նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես են երկուսն իրենց զոհաբերում, ամեն լումախը նայում, երազում իրենց միակ որդու համար ավելի լավ ապագայի մասին։ Եվ Արմենն իրականացրել էր այդ երազանքը, հազարապատկելով այն։ Ավարտել էր լավագույն մասնավոր համալսարանի կառավարման ֆակուլտետը, որի համար կարողացել էր վճարել կրթաթոշակի զուգահեռ աշխատանքի շնորհիվ։ Սկսել էր որպես պրակտիկանտ շինարարական ընկերությունում, արագ առաջադիմել, ճիշտ պահին ռիսկի դիմելու համարձակություն ունեցել, ներդրողներ գտել, 25 տարեկանում գնել իր առաջին լքված շենքը, այն վերածել շահույթի։ Այդ պահից սկսվեց նրա աստղային վերելքը։ Այսօր, 37 տարեկանում, նա ղեկավարում էր Մարտիրոսյան գործընկերներ ընկերությունը, անշարժ գույքի ներդրումային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում էր կենտրոնում, իսկ մասնաճյուղերը սփռված էին աշխարհով մեկ։ Դրսից ամեն ինչ այնպես էր, ինչպես երազում էին նրա ծնողները, նույնիսկ ավելին։ Ներսում Արմենը գիտեր, որ բարձր գին է վճարել։ Մայրը մահացել էր 5 տարի առաջ, հոգնածո։ Ությունից, ինչպես նա էր ինքն իրեն ասում, թե բժիշկները դա անվանում էին սրտային անբավարարություն։ Հայրը չէր դիմացել կորստին, հեռացել էր 2 տարի անց։ Արմենը Դուբայում էր, գործարք կնքելիս, երբ ստացավ լուրը։ Վերադարձավ հուղարկավորությանը, ամեն ինչ կազմակերպեց իրեն բնորոշ արդյունավետությամբ, էլ ավելի խորը սուզվեց աշխատանքի մեջ։ Ավելի հեշտ էր մտածել եկամտաբերության տոկոսների մասին, քան կարոտի։ Ամուսնություններ։ Տարիների ընթացքում մի քանի հարաբերություններ էր ունեցել, որոնցից ոչ մեկը մի քանի ամսից ավելի չէր տել։ Կանայք բողոքում էին, որ նա ամուսնացած է աշխատանքի հետ, որ ժամանակ չունի, որ երբ ֆիզիկապես ներկա է, միտքն այլ տեղ է։ Արմենը չէր ժխտում։ Դա ճիշտ էր։ Աստիճանաբար նա սովորեց կենտրոնի իր պենթհաուսի մենակությանը, հանդիպումներից հետո լուռ գիշերներին, թանկարժեք ռեստորաններում միայնակ ընթրիքներին, որտեղ բոլորը նրան ճանաչում էին, բայց ոչ ոք իրականում չգիտեր, թե ով է նա։ Այդ դեկտեմբերյան գիշերը նա դուրս էր եկել հերթական հոգնեցուցիչ հանդիպումից։ 3 ժամ քննարկում էին Դավթաշենում գրասենյակ։ Կային համալիրի ձեռքբերումը, վերլուծում կանխատեսումները, բանակցում կետերի շուրջ, համոզում ներդրողներին։ Նա հոգնել էր այն յուրահատուկ հոգնածությամբ, որը գալիս է ոչ թե մարմնից, այլ հոգուց։ Վարորդը, Գորգը, մի բարեհամբույր տղամարդ, որը տարիներ շարունակ աշխատում էր նրա մոտ, մի քանի մետր այն կողմ սպասում էր լիմուզինով։ Եվս կես ժամ խցանումներում մինչ բնակարան, տաք լոգանք, միգուցե մի բաժակ վիսկի, հետո հաջորդ օրը նորից սկսել ամեն ինչ։ Արմենը մի քանի քայլ արեց դեպի մեքենան, երբ լսեց։ Դա բարակ ձայն էր, որը խլացվում էր թափվող ձյան երթեկության հեռավոր աղմուկի պատճառով, բայց համառ։ Երեխայի ձայն։ Խնդրում եմ, պարոն։ Խնդրում եմ, ինչ-որ մեկն օգնի ինձ։ Նա շուրջը նայեց, փորձելով հասկանալ, թե որտեղից է գալիս ձայնը։ Փողոցը լի էր տուն շտապող մարդկանցով, մուգ վերարկուները խառնվում էին գիշերվա մթության մեջ։ Եվ հետո նա տեսավ։ Հենց իր կողքին, գրեթե թաքնված 2 մարդկանց միջ, որոնք այնքան արագ էին անցնում, որ չնկատեցին, մի աղջիկ էր կանգնած։ Նա 5 կամ 6 տարեկանից ավելի չէր լինի։ Հագին մաշված կա։ Լմիր վերարկու էր, որը չափազանց մեծ էր նրա փոքրիկ մարմնի համար, բրդյա գլխարկ, որն ավելի լավ օրեր էր տեսել։
Երկարաճիտ կոշիկները ծանր էին, կարծես սահում էին նրա ամեն քայլից։ Դեմքը կարմրել էր ցրտից, մեծ, մուգ աչքերը փայլում էին արցունքներից, որոնք համառորեն չէին թափվում։ Արմենը կանգ առավ։ Շուրջ բոլորը շարունակում էին քայլել, կարծես աղջիկն անտեսանելի լիներ։ Կամ գուցե տեսնում էին նախընտրում չտեսնել, մտածեց նա։ Ի վերջո, Երանն էր։ Յուրաքանչյուրն իր խնդիրներով, իր ճանապարհով, իր շտապողականությամբ։ Բայց ինչ-որ բան այդ աչքերում նրան տեղում պահեց։ Դա հենց վախ չէր, թե վախ կար այնտեղ։ Դա վճռականություն էր։ Դա մի փոքրիկ հուսահատ քաջություն էր, որը չպետք է լիներ այդքան երիտասարդի մեջ։ Լավ ես, հարցրեց նա, կրանալով, որ նրա հասակին լինի։ Հայերեն խոսելիս նրա խոսքերում դեռ զգացվում էր սփյուռքահայի առոգանությունը, նույնիսկ այսքան տարի Հայաստանում ապրելուց հետո։ Աղջիկը մի պահ նայեց նրան, կարծես գնահատելով, թե կարող է արդյոք վստահել այդ թանկարժեք կոստյումով մուգ վերարկուով անծանոթին։ Ետո, խեղդվող ձայնով, պատասխանեց հայերեն. Մայրիկս չի արթնանում։ Արմենը սրտում սեղմում զգաց. Հայերեն։ Աղջիկը հայերեն էր խոսում։ Այստեղ, Երանի կենտրոնում, ձյան մեջ, մի հայ երեխա օգնություն էր խնդրում։ Ինչպես թե չի արթնանում, հարցրեց նա, այժմ նույնպես հայերեն, զգալով, թե ինչպես է մայրենի լեզուն անսպասելի մտերմություն բերում այդ պահին։ Նա ընկավ գետնին։ Ես կանչեցի, բայց նա չպատասխանեց։ Փորձեցի ջուր տալ, փորձեցի հիշել, թե նա ինչ է միշտ ասում, որ եթե արտակարգ իրավիճակ լինի, պետք է օգնություն կանչեմ։ Ուստի ես դուրս եկա, աղջիկը կուլ տվեց, բառերը շփոթված դուրս էին գալիս, վախը վերջապես թափանցում էր ձայնի մեջ։ Բայց ոչ ոք չէր կանգնում։ Բոլորն արագ անցնում էին։ Հետո ես ձեզ տեսա։ Արմենը շուրջը նայեց։ Փողոցը դեռ մարդաշատ էր, անտարբեր։ Նայեց մեքենային, որտեղ գորգը սպասում էր։ Նորից նայեց աղջկան, որը նրան նայում էր այնպիսի մաքուր հույսով, որ ցավեցնում էր։ Որտեղ ես ապրում, հարցրեց նա։ Շատ մոտիկ։ Այնտեղ, աղջիկը մատնացույց արեց մի անորոշ ուղղությամբ, հետո կարծես ավելի լավ։ Մտածեց. կարող եմ ձեզ տանել։ Խնդրում եմ։ Նա չի արթնանում։ Դա խելագարություն էր։ Արմենը դա գիտեր։ Հետել անծանոթ երեխայի մի քաղաքում, որտեղ ցանկացած իրավիճակ կարող էր լինել խաբեություն, թակարդ, վտանգ։ Բայց երբ նորից նայեց այդ աչքերին, երբ տեսավ փոքրիկ, սառած ձեռքը, որն աղջիկը մեկնել էր իրեն, Արմենը չմտածեց վտանգի մասին։ Նա մտածեց իր մոր մասին։ Մտածեց, թե ինչպես կլիներ, եթե ինքը լիներ փոքր, օգնության կարիք ունենար, բոլորն անցնեին իր կողքով, կարծես գոյություն չունենար։ Լավ, ասաց նա, բռնելով աղջկա ձեռքը։ Տար ինձ մորդ մոտ։ Երեխայի դեմքը լուսավորվեց այնպիսի ուժգին թեթացումով, որ Արմենը կոկորդում կոշտուկ զգաց։ Նա ամուր սեղմեց նրա ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կփոխի իր միտքը, սկսեց քայլել։ Արմենը գորգին նշան արեց, որ սպասի, հետեց։ Նրանք դուրս եկան Աբովյան փողոցից, մտան Կողմնակի փողոցներ։ Ամեն թաղամասի հետ տեսարանը փոխվում էր։ Շքեղ ցուցափեղկերը տեղի էին տալիս ավելի համեստ խանութների, հետո հին բնակելի շենքերի, հետո շենքերի, որոնք ավելի լավ օրեր էին տեսել։ Ձյունը շարունակում էր տեղալ, բայց այստեղ այն ռոմանտիկ չէր։ Այստեղ այն պարզապես ցուրտ էր, թաց, գետինը դարձնելով սայթաքում վտանգավոր։ Աղջիկը դժվարությամբ էր քայլում, չափազանց մեծ կոշիկները աղմուկ էին հանում ամեն քայլից։ Արմենը նկատեց, որ նա դողում է, դա միայն ցրտից չէր։ Դա ջանքից էր, վախից, այնքան շատ բաներից, որոնք երեխան չպետք է տաներ։ Անունդ ինչ է, հարցրեց նա, փորձելով շեղել նրան։ Նարէ։ Իսկ մայրիկիս անունը Անահիտ է, բայց բոլորը Անի են ասում։ Անահիտ։ Անունն արձագանքեց Արմենի մտքում։ Իր մոր անունը նույնպես Անահիտ էր։ Նա արագ հեռացրեց այդ միտքը։ Դրա ժամանակը չէր։ Քանի տարեկան ես, Նարէ։ 5։ Մարտին 6 տարեկան կդառնամ, նա դա ասաց փոքրիկ քաղցր հպարտությամբ, կարծես 6 տարեկան դառնալը կարոր ձեռքբերում լիներ։ Եվ գուցե այդպես էլ կար, մտածեց Արմենը։ Դու շատ քաջ ես, որ մենակ դուրս ես եկել օգնություն փնտրելու, ասաց նա։ Նարեն կողքից նայեց նրան, դեռ քայլելով։
Մայրիկս միշտ ասում է, որ եթե ինչ-որ բան պատահի, չպետք է անգործ նստեմ։ Ես պետք է խելացի լինեմ։ Բայց ես վախեցա։ Շատ մարդիկ անցան։ Իմ կողքով ոչ ոք չկանգնեց։ Մտածեցի, որ ոչ ոք ինձ չի օգնի։ Ես հիմա այստեղ եմ, ասաց Արմենը, թեթակի սեղմելով նրա ձեռքը։ Մենք կօգնենք մորդ։ Վերջապես նրանք հասան մի մուգ աղյուսե շենքի, որի ճակատին ժանգոտած հրշեջ սանդուղք կար։ Մուտքի դուռը մի փոքր բաց էր, կողպեքը ակնհայտորեն կոտրված։ Նարեն հրեց ներս մտավ, բարձրանալով աստիճաններով այնպիսի սովորությամբ, որը ցույց էր տալիս, որ դա նրա ամենօրյա ճանապարհն է։ Արմենը հետեց նրան, նկատելով մաշված աստիճանները, թափված ներկը, խոնավության տաքացրած ուտելիքի հոտը, որը գալիս էր բնակարաններից։ Երրորդ հարկում Նարեն կանգնեց մի դռան դիմաց։ Գրպանից հանեց կարմիր թելին ամրացված բանալին բացեց։ Նա դանդաղ բացեց, կարծես վախենում էր, թե ինչ կգտնի ներսում։ Մայրիկ, ես օգնություն եմ բերել, կանչեց նա, փոքրիկ ձայն արձագանքեց բնակարանի լռության մեջ։ Արմենը նրա հետից ներս մտավ։ Բնակարանը մանրուք էր։ Հյուրասենյակ խոհանոց միացված մի դուռ, որը պետք է տաներ դեպի ննջասենյակ, լոգարան, որի ճաքած սալիկները նա կարող էր տեսնել այնտեղից։ Բայց չնայած չափսին, ռեսուրսների ակնհայտ պակասին, ամեն ինչ կարգին էր։ Սառնարանի վրա մագնիսներով փակցված էին մանկական նկարներ, մի անկյունում պլաստմասե փոքրիկ տոնածառեր, զարդարված տնական զարդերով։ Սեղանի մի կողմում կուտակված էին հաշիվներ, բայց մյուս կողմում կային գունավոր մատիտներ գունազարդման տետր։ Մաշված բազմոցի վրա ծալված ծածկոց կար։ Խոհանոցում մաքուր կաթսաներ էին չորանոցում։ Եվ գետնին, հյուրասենյակի խոհանոցի միջ, Անահիտն էր։ Արմենը տեսավ նրան, զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Նա երիտասարդ էր, 26 կամ 27 տարեկանից ավելի չէր լինի։ Չափազանց նիհար, դեմքը գունատ, բաց շագանակագույն մազերը թափված էին գլխի շուրջ։ Հագին մաքրուհու համազգեստ էր, այն տեսակը, որ հյուրանոցի աշխատակիցներն են հագնում։ Նա պառկած էր կողքի վրա, աչքերը փակ, շնչառությունը անկանոն։ Նա անմիջապես ծնկի իջավ նրա կողքին, դիպչելով նրա դաստակին։ Այն տաք էր, չափազանց տաք։ Ջերմություն։ Զարկերակը թույլ էր, արագ։ Արմենը շուրջը նայեց նրա կողքին, տեսավ դեղի դատարկ սրվակ մեկ այլ, կիսով չափ լի։ Վերցրեց դրանցից մեկը։ Հակաբիոտիկ։ Պիտան։ Ելույթյան ժամկետն անցել էր 3 ամիս առաջ։ Նարեն կանգնած էր դռան մոտ, աչքերը հառած մորը, ձեռքերը սեղմած իրար։ Նարե, ես շտապօգնություն կկանչեմ, լավ, ասաց Արմենը, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Մայրիկիդ բժիշկ է պետք։ Նա հանեց հեռախոսը, հավաքեց շտապօգնության համարը։ Արագ բացատրեց իրավիճակը, տվեց հասցեն։ 5 րոպե, ասացին։ Նա անջատեց, վերադարձավ Անահիտի մոտ։ Վերցրեց բազմոցի ծածկոցը, զգուշորեն ծածկեց նրան։ Նարեն դանդաղ մոտեցավ, ծնկի իջավ մոր մյուս կողմում։ Մայրիկ, արթնացիր։ Բժիշկն արդեն գալիս է։ Արթնացիր, խնդրում եմ։ Արմենը կրծքում սեղմում զգաց։ Փոքրիկ աղջիկը նրբորեն դիպչում էր մոր դեմքին, կարծես վախենում էր նրան վնասել։ Կարծես ինքը լիներ խնամող մեծահասակը, ոչ թե հակառակը։ Նա լավ կլինի, ասաց Արմենը, չիմանալով արդյոք դա ճիշտ է, բայց կարիք ուներ ինչ-որ բան ասելու։ Բժիշկները կխնամեն նրան։ Նարեն նայեց նրան, մեծ, վախեցած աչքերով։ Դուք խոստանում եք։ Արմենը գուլ տվեց։ Չէր կարող խոստանալ։ Չգիտեր, թե ինչ է կատարվում այդ կնոջ հետ, որքան ժամանակ է նա այնտեղ գետնին, ինչն է պատճառը։ Բայց երբ նայեց Նարեին, չկարողացավ այլ բան ասել։ Ես խոստանում եմ, որ կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է։ Շատ չանցած, լսեցին ազդանշանը։ Բուժաշխատողներն արագ բարձրացան, 2 տղամարդ մի կին, սարքավորումներ տանելով։ Նրանք մտան փոքրիկ բնակարան այն արդյունավետությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր այդ տեսարանը 1000 անգամ տեսել են։ Արագ զննեցին Անահիտին։ Բարձր ջերմություն, ջրազրկում, թույլ կենսական նշաններ։ Հարցեր տվեցին, որոնց Արմենը փորձեց պատասխանել, հիմնվելով նրա վրա, ինչ Նարեն էր ասում, ինչ ինքը կարող էր տեսնել շուրջը։ Որքան ժամանակ է նա այս վիճակում։ Ստույգ չգիտեին։
Նարեն առավոտյան մանկապարտեզ էր գնացել, մայրը լավ էր։ Երբ կեսօրին վերադարձավ, Անահիտը տանը հազիվ էր շարժվում, հազում էր։ Գիշերը ուշաթափվել էր։ Նախկինում հիվանդություն ունեցել է, հարցրեց բուժաշխատողներից մեկը։ Արմենը նայեց Նարեին, որը դանդաղ գլուխը թափահարեց։ Նա երբեմն հիվանդանում է։ Պետք է դեղ խմի։ Բայց լավ դեղը վերջացել էր, նա հինն էր խմում։ Բուժաշխատողը վերցրեց սրվակը, որը Արմենը տեսել էր։ Գլխով արեց, կարծես դա ամեն ինչ բացատրում էր։ Մենք նրան հիվանդանոց կտանենք։ Վիճակը ծանր է, բայց ժամանակին հասանք։ Նրանք զգուշորեն դրեցին Անահիտին պատգարակի վրա։ Նարեն ցատկելով ոտքի կանգնեց։ Ես էլ եմ գալիս։ Բուժաշխատողը, մի կին բարի աչքերով հաստատուն ձայնով, կռացավ։ Սիրելիս, դու մեզ հետ կգաս, բայց պետք է քաջ լինես, լավ։ Մայրիկդ կմնա մի հատուկ տեղում, որտեղ բժիշկները կխնամեն նրան։ Ես ուզում եմ նրա հետ մնալ, ասաց Նարեն, ձայնը սկսեց դողալ։ Եվ կմնաս։ Բուժաշխատողը նայեց Արմենին։ Դուք ընտանիքի անդամ եք։ Արմենը վարանեց։ Ոչ։ Ես աղջիկն ինձ փողոցում օգնություն խնդրեց։ Կինը խոժոռվեց, բայց հիմա դա քննելու ժամանակ չուներ։ Ես պետք է երկուսին էլ տանեմ։ Հիվանդանոցը կկապվի սոցիալական ծառայության հետ երեխայի համար։ Ես էլ եմ գալիս, ասաց Արմենը, զարմացնելով ինքն իրեն։ Բուժաշխատողը նրան նայեց կասկածի թեթացման խառնուրդով։ Լավ։ Բայց այնտեղ պետք է բացատրություններ տաք։ Շտապօգնության մեքենայում Նարեն նստած էր, բռնած Արմենի ձեռքից, աչքերը հառած մորը, որին բուժաշխատողները հետու էին։ Արմենը բռնել էր փոքրիկ, սառը ձեռքը, զգալով այն պատասխանատվության ծանրությունը, որը չէր խնդրել, բայց որից հիմա չէր կարող հրաժարվել։ Հիվանդանոցը պետական էր, մեծ, մարդաշատ։ Նրանք արագ տարան Անահիտին ներս, մի բուժքույր տարավ Նարեին ու Արմենին սպասասրահ։ Այնտեղ, պլաստմասե աթոռների լյումինեսցենտային լույսերի մեջ, սկսվեցին հարցերը։ Ո՞վ էր նա։ Ինչպես էր ճանաչում մորը։ Արդյոք ազգական էր։ Պատասխանատու էր երեխայի համար։ Արմենը ամեն ինչ բացատրեց։ Աղջիկը փողոցում, օգնության խնդրանքը, բնակարանը, ուշաթափ մայրը։ Բուժքույրը ամեն ինչ գրի էր առնում չեզոք արտահայտությամբ, բայց Արմենը տեսնում էր դատապարտումը նրա աչքերի հետում։ Հարուստ տղամարդ, թանկարժեք կոստյումով, աղքատ երեխայի հետ, որը իրենը չէր։ Պատմությունը կասկածելի էր թվում նույնիսկ իրեն, իսկ նա ապրում էր դա։ Ես կկանչեմ սոցիալական աշխատողին, վերջապես ասաց բուժքույրը դուրս եկավ։ Նարեն նստած էր Արմենի կողքին, ճոճելով ոտքերը, որոնք գետնին չէին հասնում։ Նա դադարել էր լաց լինել, բայց աչքերը դեռ կարմիր էին։ Արմենը չգիտեր ինչ ասել։ Չգիտեր, թե ինչպես մխիթարել երեխային։ Տասնամյակներ էին անցել, ինչ նա երեխայի հետ շփում չէր ունեցել։ Ջուր ուզում ես, հարցրեց նա, ավելի լավ բան չգտնելով ասելու։ Նարեն գլուխը թափահարեց։ Նա լավ կլինի։ Բժիշկները խնամում են նրան։ Նրանք լավ բժիշկներ են։ Իսկ եթե նա չարթնանա։ Արմենը սրտում սեղմում զգաց։ Նա կարթնանա, Նարե։ Աղջիկը նայեց նրան իր մեծ, մուգ աչքերով։ Ինչպես գիտեք։ Որովհետև ես տեսա, թե որքան քաջ ես դու։ Իսկ քաջ աղջիկներն ուժեղ մայրեր են ունենում։ Մայրիկդ կարթնանա։ Դա հիմար պատասխան էր, նա գիտեր։ Ոչ մի տրամաբանություն չկար։ Բայց կարծես դա այն էր, ինչ Նարեին պետք էր լսել, որովհետև նա թեթակի հենվեց նրան, Արմենը, գրեթե առանց մտածելու, գրկեց նրա փոքրիկ ուսերը։ Նրանք այդպես մնացին մի ժամանակ, որը հավերժություն թվաց։ Մարդիկ գալիս ու գնում էին, պատգարակներ էին անցնում, հիվանդանոցի հոտը ներծծվել էր ամեն ինչի մեջ։ Արմենը շուրջը նայեց տեսավ ամբողջ ընտանիքներ հավաքված, ոմանք լացում էին, ոմանք աղոթում, ոմանք էլ պարզապես սպասում էին այն հոգնած համբերությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր արդեն չափազանց շատ են սպասել։ Վերջապես, մի 40 տարեկան կին, հաստ շրջանակով ակնոցներով թղթապանակը թիտակ, մոտեցավ։ Պարոն Մարտիրոսյան։ Նարե։ Արմենը ոտքի կանգնեց։ Նարեն նմանակեց նրան, բայց ամուր կպած մնաց նրան։ Ես Սիրանուշ Հակոբյանն եմ, հիվանդանոցի սոցիալական աշխատողը։
Ես պետք է ձեզ հետ խոսեմ իրավիճակի մասին։ Նրանք հետեցին նրան մի փոքր սենյակ, որտեղ սեղան, մի քանի աթոռ պատերին առողջության ու իրավունքների մասին պաստառներ կային։ Սիրանուշը նստեց նշան արեց, որ իրենք էլ նստեն։ Նախ, Նարեի մոր, Անահիտի մասին։ Նա այս պահին կայուն է, բայց վիճակը լուրջ է։ Կարծես շնչառական վարակ է, սրված ծայրահեղ հյուծվածության թերսնման պատճառով։ Նրա մարմինը պարզապես անջատվել է։ Նա պետք է հիվանդանոցում մնա մի քանի օր, միգուցե մեկ շաբաթ։ Նա լավ կլինի, հարցրեց Նարեն փոքրիկ ձայնով։ Սիրանուշը հայացքը մեղմացրեց։ Բժիշկները ամեն ինչ կանեն, սիրելիս։ Բայց նա պետք է շատ հանգստանա։ Նարեն գլխով արեց, իր 5 տարեկանից ավելի մեծ թվալով։ Սիրանուշը շրջվեց դեպի Արմենը։ Հիմա, անչ։ Ափահասի իրավիճակի մասին։ Մոր գրանցումներում նշված ընտանիքի անդամներ չկան։ Հայրը ներկա չէ։ Մոտ ազգականներ չկան։ Այս հանգամանքներում կարգի համաձայն երեխային ուղարկում են ժամանակավոր կացարան, մինչ մայրը կապաքինվի։ Ոչ, Նարեի ձայնը հնչեց ամուր, վախեցած։ Ես ուզում եմ մայրիկիս հետ մնալ։ Դու կկարողանաս այցելել, ասաց Սիրանուշը, բայց տոնը պրոֆեսիոնալ էր, հեռու։ Բայց դու պետք է ապահով տեղում մնաս, մինչ նա կապաքինվի։ Արմենը զգաց, թե ինչպես է Նարեն ամուր բռնում իր ձեռքը։ Նայեց աղջկան, տեսավ խուճապը նրա աչքերում։ Նայեց Սիրանուշին, տեսավ անխուսափելի բյուրոկրատիան։ Եվ հետո, առանց շատ մտածելու, ասաց մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Նա կարող է ինձ հետ մնալ։ Սիրանուշը զարմացած բարձրացրեց աչքերը թղթապանակից։ Ինչպես։ Ես կարող եմ լինել ժամանակավոր պատասխանատուն։ Ես եմ նրան այստեղ բերել։ Նա վստահում է ինձ։ Եվ ես պայմաններ ունեմ նրան խնամելու, մինչ մայրը կապաքինվի։ Սիրանուշը ուշադիր ուսումնասիրեց նրան։ Պարոն Մարտիրոսյան, դուք հասկանում եք, որ սա կարգի համաձայն չէ։ Մենք հիմա չենք կարող խստուգել ձեր բարեհուսալիությունը, մենք ձեր մասին ոչինչ չգիտենք, բացի նրանից, ինչ ասում եք։ Ես փաստաթղթեր ունեմ։ Կարող եմ երաշխավորություններ տրամադրել։ Իմ ընկերությունը հայտնի է, Արմենը հանեց դրամապանակը, սկսեց քարտեր հանել։ Սիրանուշը վերցրեց, ուսումնասիրեց։ Արմենը տեսավ այն պահը, երբ նա ճանաչեց անունը, ընկերությունը։ Նրա արտահայտությունը մի փոքր փոխվեց։ Մարտիրոսյան գործընկերներ։ Ես ճանաչում եմ։ Դուք անցյալ տարի այն շենքը գնեցիք Աջափնյակում։ Այո։ Եվ մի քանի ուրիշներ։ Ես ռեսուրսներ ունեմ, ապահով տուն ունեմ, կարող եմ նրան խնամել, Արմենը առաջ թեքվեց։ Տեսեք, ես գիտեմ, որ սա սովորական չէ։ Ես գիտեմ, որ տարօրինակ է թվում։ Բայց այս աղջիկն ինձ օգնություն խնդրեց, ես հիմա նրան չեմ լքի։ Ոչ այն ժամանակ, երբ նա կարիքի մեջ է։ Սիրանուշը երկար պահ լուռ մնաց։ Վերջապես, նա հոգոց հանեց։ Ես պետք է այցելեմ ձեր բնակության վայրը։ Ինձ անհրաժեշտ կլինի ամբողջական հարցազրույց։ Եվ ինձ անհրաժեշտ կլինի մոր հավանությունը, հենց որ նա արթնանա։ Շատ լավ։ Ինչ որ անհրաժեշտ է։ Եվ դա վերջնական խն։ Ամակալություն չի լինի։ Դա կլինի խիստ վերահսկվող ժամանակավոր խնամակալություն։ Ես կամ իմ թիմը անընդհատ կայցելենք։ Խնդիր չկա։ Սիրանուշը նայեց Նարեին, որը դեռ բռնած էր Արմենի ձեռքը, կարծես դա փրկողակ լիներ։ Կինը նորից հոգոց հանեց, Արմենը նրա մեջ տեսավ ոչ միայն կարգը կատարող աշխատակցի, այլ մարդու, որը նույնպես հուզված է իրավիճակով։ Լավ։ Փորձենք։ Բայց առաջին իսկ խնդրի դեպքում երեխան կգնա պաշտոնական համակարգ։ Պարզ է։ Բյուրեղի պես։ Սիրանուշը մի քանի նշում արեց, փաստաթղթեր խնդրեց, պատճեններ հանեց։ Ասաց, որ հաջորդ օրը կայցելի Արմենի տուն։ Բացատրեց ընթացակարգերը, իրավունքները, պարտականությունները։ Արմենը լսում էր ամեն ինչ, կարծես գործնական հանդիպման լիներ, բայց սիրտը բոլորովին այլ կերպ էր բաբախում։ Երբ վերջապես կարողացան գնալ, արդեն լուսադեմ էր։ Անահիտը դեռ հիվանդանոցում էր, քնաբերների տակ, չէր կարող այցելուներ ընդունել մինչ հաջորդ օրը։ Նարեն հյուծված էր, գրեթե քնում էր ոտքի վրա։
Արմենը զանգահարեց գորգին, որն այդ ամբողջ ընթացքում սպասում էր հիվանդանոցի փողոցում։ Նրանք նստեցին։ Լիմուզինը Նարեն կծկվեց կաշվե նստատեղին, նայելով պատուհանից դուրս։ Ո՞ր ենք գնում, հարցրեց նա, քնաթաթախ։ Իմ տուն, ասաց Արմենը։ Այսօր այնտեղ ես քնելու։ Իսկ վաղը մայրիկիս կտեսնեմ։ Վաղը մայրիկիդ կտեսնես։ Նարեն գլխով արեց փակեց աչքերը։ Մի քանի րոպեից նա քնած էր, գլուխը հենած Արմենի թին։ Նա նայեց պատուհանից դուրս, մինչ գորգը քշում էր Երանի փողոցներով, որոնք դեռ ձյան մեջ էին։ Ինչ էր նա հենց նոր արել։ Նա, որը մի քանի ժամ առաջ մտածում էր միայն պայմանագրերի շահույթի մասին, այժմ իր կողքին քնած 5 տարեկան երեխա ուներ, որը վստահում էր իրեն, կախված էր իրենից։ Արմեն Մարտիրոսյանը, անխիղճ գործարարը, մարդը, որը լքված շենքերը ոսկու էր վերածում, միլիոնատերը, որը աշխատանքից բացի ոչնչի համար ժամանակ չուներ, այժմ ուներ մի պատասխանատվություն, որը բոլորովին տարբերվում էր այն ամենից, ինչ նա երբեք ճանաչել էր։ Եվ ամենասարսափելին, նա գիտակցեց, նայելով քնած աղջկան, այն էր, որ տարիներ շարունակ առաջին անգամ նա իրեն դատարկ չէր զգում։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա զգում էր, որ մի գուցե անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Արմենի պենթհաուսը զբաղեցնում էր Արաբկիրի մի մոդեռնիստական շենքի վերջին հարկը։ Երբ անձնական վերելակի դռները բացվեցին անմիջապես բնակարանի մեջ, Նարեն զարմացած արթնացավ, կարծես մի պահ մոռացել էր, թե որտեղ է։ Նա լայն բացված աչքերով շուրջը նայեց, դեռ բռնած Արմենի ձեռքը։ Տեղն այնպիսին էր, ինչպիսին կարելի էր սպասել նրա նման մեկից։ Ընդարձակ մինիմալիստական հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնցից տեսարան էր բացվում դեպի լուսավորված Երան։ Հատակը բաց գույնի փայտից էր, պատերը սպիտակ, դիզայներական կահույքը, մոխրագույն երանգներով։ Պատերին ժամանակակից արվեստի գործեր կային, գրապահարան, լի գրքերով, որոնք կարծես երբեք չէին կարդացվել, ինտեգրված խոհանոց, վերջին սերնդի տեխնիկայով, որը փայլում էր, կարծես նոր խանութից լիներ։ Ամեն ինչ մաքուր էր, կազմակերպված, սառը։ Մի վայր, որն ավելի շատ նման էր դեկորի ամսագրի, քան տան, որտեղ ինչ-որ մեկն իսկապես ապրում էր։ Նարեն մի քանի վարանոտ քայլ արեց, մեծ կոշիկները թաց հետքեր էին թողնում հատակին։ Նա վեր նայեց, բարձր առաստաղին, զուսպ ջահերին, որոնք մեղմ լուսավորություն էին ստեղծում։ Հետո նորից նայեց Արմենին, կարծես թույլտվություն խնդրելով այդ տարածքում գոյություն ունենալու համար։ Կարող ես հանգիստ լինել, ասաց Արմենը, հանելով վերարկուն կախելով մուտքի կախիչից։ Երի սոված ես։ Իրականում, նա գաղափար չուներ, սոված էր նա, թե ոչ։ Նա երեխաների մասին ոչինչ չգիտեր։ Երբ էր վերջին անգամ երեխայի հետ ժամանակ անցկացրել։ Չէր կարողանում հիշել։ Միգուցե, երբ ինքն էր երեխա։ Նարեն չպատասխանեց։ Պարզապես շարունակեց շուրջը նայել, փոքրիկ անտեղի այդ ամբողջ շքեղության մեջ։ Արմենը նկատեց, որ նա դողում է, դա միայն ցրտից չէր։ Դա հյուծվածությունից էր, վախից, այն ամենից, ինչ պատահել էր այդ անհնարին գիշերը։ Արի քնելու տեղ գտնենք, ասաց նա, մեկնելով ձեռքը։ Նա առանց վարանելու բռնեց, Արմենը նորից այդ սեղմումը զգաց կրծքում։ Այդ աղջկա վստահությունն իր նկատմամբ այնքան մաքուր էր, այնքան բացարձակ, որ վախեցնում էր։ Նա տարավ նրան միջանցքով։ Բնակարանում 3 ննջասենյակ կար։ Իրենը, հսկայական անդեմ, ինչպես տան մնացած մաս։ Մեկը, որը ծառայում էր որպես գրասենյակ, լի թղթերով համակարգիչներով։ Եվ երրորդը, որը նա օգտագործում էր հյուրերի համար, երբ որե գործընկեր կամ ներդրող պետք է մնար քաղաքում։ Այդ վերջինում երկտեղանոց մահճակալ կար, դատարկ պահարան, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ ոչ մի նկար պատին։ Արմենը նայեց սենյակին, հանկարծ գիտակցեց, թե որքան անհարմար է սա 5 տարեկան երեխայի համար։ Մահճակալը չափազանց բարձր էր։ Ոչինչ չկար, որ հարմարավետություն կամ անվտանգություն հիշեցներ։ Դա պարզապես մեկ այլ դատարկ սպիտակ տարածք էր։ Այստեղ, այնուամենայնիվ, ասաց նա, քանի որ այլ տարբերակ չուներ։ Այսօր կարող ես այստեղ քնել։ Նարեն բաց թողեց նրա ձեռքը, դանդաղ ներս մտավ։ Նայեց բարձր մահճակալին, մեծ պատուհաններին, սենյակին, որն ավելի մեծ էր թվում, քան այն ամբողջ բնակարանը, որտեղ նա ապրում էր մոր հետ։ Շատ մեծ է, ասաց նա փոքրիկ ձայնով։ Արմենը խոժոռվեց։ Չափազանց մեծ։ Ինչպես կարող է մի տեղ չափազանց մեծ լինել։
բայց հետո նա նայեց նրա տեսանկյունից։ 5 տարեկան աղջիկ, որը հենց նոր ապրել է իր կյանքի ամենավատ օրը, մենակ անց։ Անոտ սենյակում, անծանոթ տանը, անծանոթ տղամարդու հետ։ Իհարկե, դա սարսափելի էր։ Իսկ եթե, սկսեց նա, արագ մտածելով, մենք հատակին մի անկյուն սարքենք։ Ծածկոցներով ու բարձերով։ Այդպես ավելի հարմարավետ կլինի։ Նարեի աչքերը թեթակի լուսավորվեցին։ Կարծես ճամբարում լինենք։ Արմենը գաղափար չուներ, թե ինչ է նշանակում ճամբարը 5 տարեկան երեխայի համար, բայց գլխով արեց։ Ճիշտ այդպես։ Կարծես ճամբարում։ Նա գնաց սպիտակեղենի պահարանի մոտ, հանեց ծածկոցներ, վերմակներ, բարձեր։ Մի տեսակ բույն սարքեց հատակին, մահճակալի պատուհանի մեջ։ Նարեն օգնեց նրան, բարձերն իր ուզած ձով դասավորելով, մի կոնկրետ ծածկոց քաշելով, որովհետև այն ավելի փափուկ էր։ Աստիճանաբար անկյունը պակաս դատարկ դարձավ։ Դեռ կատարյալ չէր, բայց ավելի լավ էր։ Վերջ, ասաց Արմենը, գոհ իմպրովիզացված արդյունքից։ Ինչ կասես։ Նարեն ծնկի իջավ ծածկոցների մեջտեղում, առաջին անգամ այն պահից, երբ Արմենը նրան հանդիպել էր այդ գիշեր, ժպտաց։ Դա փոքրիկ, հոգնած ժպիտ էր, բայց ժպիտ էր։ Լավ է։ Հիանալի։ Հիմա պետք է քեզ համար հագուստ գտնեմ։ Այդ հագուստը թաց է։ Նա շուրջը նայեց, գաղափար չունենալով, թե որտեղից մանկական հագուստ գտնի։ Հետո միտք ծագեց։ Գնաց իր սենյակ, վերցրեց մաքուր շապիկ, իր ունեցած ամենահին ու մաշվածներից։ Երբ վերադարձավ, Նարեն արդեն հանում էր թաց կարմիր վերարկուն։ Նա մնաց շապիկով ու տաբատով, Արմենը նկատեց, թե որքան նիհար է։ Չափազանց նիհար երեխայի համար։ Գողոսկրերը թեթակի նշմարվում էին բարակ շապիկի տակից։ Նա խոժոռվեց, բայց ոչինչ չասաց։ Պարզապես տվեց իր շապիկը նրան։ Սա հագիր։ Հսկայական կլինի, բայց գոնե չոր է ու տաք։ Նարեն վերցրեց շապիկը, հագավ։ Այն հասնում էր մինչ նրա ծնկները, թքերն անցնում էին ձեռքերից։ Նա փոքրիկ ուրվականի տեսք ուներ, այդ գիշեր երկրորդ անգամ Արմենը ծիծաղելու ցանկություն զգաց, բայց զսպեց իրեն։ Հիմա պետք է ինչ-որ բան ուտես, ասաց նա։ Ընտրել ես։ Նարեն գլուխը թափահարեց։ Մայրիկս պիտի մակարոն պատրաստեր, բայց հետո նա սկսեց վատ զգալ։ Արմենը մտովի հաշվարկ արեց։ Աղջիկը կեսօրից ի վեր չէր կերել, հավանաբար։ Գրեթե գիշերվա 2-ն էր։ Նա պետք է ուտեր։ Գնացինք խոհանոց։ Անթերի խոհանոցու։ Արմենը բացեց սառնարանը, գտավ հենց այն, ինչ սպասում էր։ Թանկարժեք ռեստորաններից պատրաստի ուտելիք, գործնական ընթրիքներից մնացորդներ, ներմուծված խմիչքներ, օրգանական մրգեր, որոնք նա երբեք չէր հիշում ուտել։ Ոչինչ, որ 5 տարեկան երեխան կուզենար։ Նա բացեց պահարանները։ Չոր մակարոնեղեն, բարդ սոուսներ, ներմուծված համեմունքներ, հատուկ սուրճ։ Ոչինչ պարզ։ Ոչինչ հեշտ։ Ոչինչ, որ նա իմանար, թե ինչպես պատրաստել առանց բարդ հրահանգների։ Մակարոն սիրում ես, հարցրեց նա, վերցնելով իտալական մակարոնի տուփը։ Սիրում եմ։ Հիանալի։ Մակարոնը հեշտ է։ Նա վստահ էր, որ գիտի, թե ինչպես մակարոն պատրաստել։ Ջուրը եռացնել, մակարոնը գցել։ Նույնիսկ ինքը կարող էր։ Կաթսան դրեց կրակին, ջրով լցրեց, կրակը վառեց։ Նարեն նստեց բարձր աթոռներից մեկին, ոտքերը ճոճելով, այդ ամենը դիտելով իր հսկայական աչքերով։ Դուք այստեղ մենակ եք ապրում, հարցրեց նա։ Այո։ Շատ մեծ է մեկ մարդու համար։ Արմենը շուրջը նայեց։ Սա առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը դա բարձրաձայն ասում էր, բայց նա միշտ գիտեր։ Չափազանց մեծ էր։ Չափազանց դատարկ։ Բայց նա սովորել էր դատարկությանը։ Կամ գոնե սովորել էր անտեսել այն։ Այո, պարզապես համաձայնեց նա։ Դուք կին չունեք։ Չունեմ։ Ոչ էլ երեխաներ։ Ոչ էլ երեխաներ։ Նարեն կարծես մտածեց այդ մասին։ Դուք չեք մենակում։ Արմենը մակարոնը գցեց եռացող ջրի մեջ, պատառաքաղ վերցրեց խառնելու համար։ Երբեմն, ազնվորեն ասաց նա։ Բայց ես շատ զբաղված եմ աշխատանքով։ Մենակելու ժամանակ չունեմ։
Դա մեծահասակի պատասխան էր անիմաստ երեխայի համար։ Բայց Նարեն գլխով արեց, կարծես հասկանում էր։ Մայրիկս էլ է շատ աշխատում։ Նա հյուրանոցներ է մաքրում։ Երբեմն շատ հոգնած է գալիս։ Բայց նա միշտ ինձ համար ուտելիք է պատրաստում։ Եվ միշտ քնելուց առաջ հեքիաթ է կարդում, նույնիսկ երբ շատ հոգնած է։ Արմենը կոկորդում կոշտուկ զգաց։ Պատկերացրեց այդ կնոջը Անահիտին, որը հազիվ է շարժվում փոքրիկ բնակարանում կրկնակի կամ եռակի հերթափոխերից հետո, բայց այնուամենայնիվ ուտելիք էր պատրաստում, հեքիաթներ կարդում, խնամում։ Իսկ ինքը, աշխարհի բոլոր ռեսուրսներով, հազիվ էր կարողանում մակարոն եփել։ Մայրդ շատ ուժեղ է, ասաց նա։ Նա աշխարհի ամենալավ մայրն է, Նարեն դա ասաց այնպիսի մաքուր համոզմունքով, որ Արմենը ստիպված եղավ դեմքը շրջել, ծածնելով, թե կենտրոնացած է վառարանի վրա։ Երբ մակարոնը պատրաստվեց, նա քամեց, մի փոքր կարագ ու աղ ավելացրեց, մատուցեց խորը ափսեի մեջ։ Ոչ մի առանձնահատուկ բան չկար, բայց Նարեն կերավ, կարծես դա աշխարհի ամենահամեղ բանը լիներ։ Կամ գուցե նա պարզապես չափազանց սոված էր, որպեսզի ուշադրություն դարձներ։ Համեղ է, հարցրեց նա։ Այո։ Շնորհակալություն, պարոն։ Կարող ես ինձ Արմեն ասել։ Նարեն վարանելով նայեց նրան։ Մայրիկս ասում է, որ մեծերին պետք է պարոն տիկին ասեմ։ Մայրդ ճիշտ է։ Բայց ես եմ ասում, որ կարող ես ինձ Արմեն ասել, լավ։ Մենք հիմա ընկերներ ենք։ Նարեն մտածեց այդ մասին։ Լավ։ Շնորհակալություն, Արմեն։ Լսել իր անունն այդ աղջկա ձայնով տարօրինակ էր։ Տարբերվում էր նրանից, երբ հաճախորդները, գործընկերները կամ աշխատակիցներն էին իրեն դիմում։ Դրանում մտերմություն կար։ Վստահություն։ Եվ Արմենը վստահ չէր, որ արժանի է դրան։ Նարեի ուտելուց հետո արդեն գրեթե գիշերվա 3-ն էր։ Նա, պայք, արում էր աչքերը բաց պահելու համար, հոգնածությունը վերջապես հաղթում էր վախին ու ադրենալինին։ Գնացինք քնելու, ասաց Արմենը գրկելով նրան։ Նարեն չընդդիմացավ, պարզապես գլուխը հենեց նրա ուսին, Արմենը զգաց փոքրիկ, տաք ծանրությունը իր ձեռքերում։ Երբ էր վերջին անգամ ինչ-որ մեկին այսպես գրկել։ Երբ էր վերջին անգամ ինչ-որ մեկն իրեն այնքան վստահել, որ քներ իր գրկում։ Նա տարավ նրան սենյակ պառկեցրեց ծածկոցների բնի մեջ, որը սարքել էին։ Զգուշորեն ծածկեց, վերմակը քաշեց մինչ գզակը։ Նարեն արդեն գրեթե քնած էր, բայց բռնեց նրա ձեռքը։ Արմեն, մրմնջաց նա, աչքերը փակ։ Դու խոստանում ես, որ մայրիկս լավ կլինի։ Նա նայեց այդ աղջկան, այնքան փոքրիկ, այնքան խոցելի, որը նրանից խնդրում էր մի բան, որի մասին նա վստահ չէր, թե կարող է երաշխավորել։ Բայց երբ բացեց բերանը, ասաց այն, ինչ նա պետք է լսեր։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ նա լավ լինի։ Նարեն կարծես գոհ մնաց պատասխանից։ Շնորհակալություն, որ այսօր ինձ օգնեցիր։ Դու լավ մարդ ես։ Արմենը սրտում սեղմում զգաց։ Լավ մարդ։ Որքան ժամանակ էր, ինչ որ մեկն իրեն այդպես էր անվանել։ Վերջին տարիներին նրան շատ բաներ էին անվանել։ Անխիղճ, փայլուն, հավակնոտ, սառը, բայց լավ մարդ։ Ոչ։ Բարի գիշեր, Նարե, ասաց նա, մազերի մի փունջ հեռացնելով նրա դեմքից։ Բարի գիշեր, Արմեն։ Նա այնտեղ մնաց մի քանի րոպե, մինչ համոզվեց, որ նա քնած է։ Հետո դանդաղ դուրս եկավ, դուռը մի փոքր բաց թողնելով միջանցքի լույսը վառ, եթե նա արթնանա վախենա։ Վերադառնալով հյուրասենյակ, Արմենը ընկավ բազմոցին ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով։ Գրեթե առավոտվա 4-ն էր։ Մի քանի ժամից նա կարևոր հանդիպում ուներ։ Ներդրողների համար շնորհանդես Մալաթիա Սեբաստիայում նախագծի վերաբերյալ։ Նա շաբաթներ էր դրան պատրաստվել, իսկ հիմա չէր էլ կարողանում հիշել, թե ինչի մասին է այն։ Վերցրեց հեռախոսը, տեսավ տասնյակ չկարդացված հաղորդագրություններ։ Գորգը, իր վարորդը, հաղորդագրություն էր ուղարկել, հարցնելով, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Իր օգնականը, Սոնան, 3 անգամ զանգել էր։ Որոշ գործընկերներ հանդիպումների հաստատում էին ուզում։ Մի կարևոր ներդրող ընթրիք էր ուզում նշանակել։ Արմենը նայեց այդ ամենին խորը հոգնածություն զգաց։ Դա ֆիզիկական հոգնածություն չէր։ Դա ավելի մեծ բան էր։
Դա դիմակը պահելու, միշտ արդյունավետ լինելու, միշտ հասանելի լինելու, միշտ վերահսկողության տակ լինելու հյուծվածությունն էր։ Նա ոտքի կանգնեց գնաց պատուհանի մոտ։ Դրսում երանը դեռ արթուն էր, լույսերը թարթում էին, մեքենաներն անցնում էին նույնիսկ այդ ժամին։ Ձյունը դադարել էր տեղալ, բայց սպիտակը դեռ ծածկում էր ամեն ինչ, տարօրինակ լռություն ստեղծելով երբեք չքնող քաղաքի վրա։ Արմենը մտածեց այն գիշերվա մասին, որն ունեցել էր։ Մի քանի ժամ առաջ նա պարզապես գործարար էր, որը դուրս էր գալիս հերթական ձանձրալի հանդիպումից։ Հիմա նրա տանը երեխա էր քնում։ Երեխա, որը կախված էր իրենից։ Երեխա, որի մայրը պետական հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար։ Ինչպես էր իր կյանքն այդքան արագ գլխիվայր շուռ եկել։ Նա մտածեց Անահիտի, Նարեի մոր մասին։ Փորձեց պատկերացնել, թե ինչպիսին է նրա կյանքը։ Աշխատել բազմաթիվ հերթափոխերով, միայնակ դուստր պահելու համար։ Ապրել փոքրիկ բնակարանում։ Դեղերը խնայել։ Եվ այնուամենայնիվ, ինչ-որ կերպ դաստիարակել այնքան դաստիարակված, այնքան քաջ, այնքան սիրով լի աղջիկ։ Արմենը շատ ավելին ուներ, քան Անահիտը երբեք ունենար։ Փող, իշխանություն, ազդեցություն։ Բայց նա ուներ մի բան, որը նա վաղուց կորցրել էր։ Նա նպատակ ուներ։ Նա ուներ մեկը, ում համար պայքարել։ Նա սեր ուներ։ Նա վերադարձավ հյուրասենյակ, նայեց կիսաբաց դռնից։ Նարեն կծկվել էր ծածկոցների մեջտեղում, մեղմ շնչում էր, վերջապես հանգիստ։ Քնած ժամանակ նա էլ ավելի փոքր էր թվում, էլ ավելի խոցելի։ Եվ Արմենը կրծքում կատաղի պաշտպանություն զգաց։ Այս աղջիկն իրենից օգնություն էր խնդրել։ Նա իրեն վստահել էր։ Եվ նա չէր հիասթափեցնելու նրան։ Վաղ առավոտյան, նույնիսկ ары դուրս չեկած, Արմենն արդեն արթուն էր։ Շատ չէր կարողացել քնել, միտքը պտտվում էր այն ամենի շուրջ, ինչ պետք է աներ։ Ցուցակը երկար էր։ Այցելություն հիվանդանոց։ Սոցիալական աշխատողի այցելություն։ Զանգահարել Սոնային վերադասավորել օրակարգը։ Հագուստ գնել Նարեի համար։ Հարմար սնունդ։ Պարզել, թե ինչ է պետք երեխաներին։ Խոսել Անահիտի հետ, հենց որ նա արթնանա։ Իր համար սուրճ պատրաստեց մ. Նա խոհանոցում հեռախոսով նամակներին պատասխանելով, փորձելով կարգի բերել գործերը։ Առավոտյան 7-ին նա միջանցքում փոքրիկ քայլերի ձայներ լսեց։ Նարեն հայտնվեց դռան մոտ, դեռ հագին իր հսկայական շապիկը, մազերը խառնված, աչքերը տրորելով։ Բարի լույս, ասաց Արմենը, փորձելով աշխույժ հնչել ոչ այնքան հոգնած, որքան զգում էր։ Բարի լույս, նա շուրջը նայեց, կարծես հիշելով, թե որտեղ է։ Այսօր կարող ենք մայրիկիս տեսնել։ Այո։ Մի փոքր անց կզանգահարեմ հիվանդանոց, կտեսնեմ, թե երբ կարող ենք այցելել։ Նարեն լուրջ գլխով արեց։ Նստեց բարձր աթոռին, ոտքերը ճոճելով։ Արմենը գիտակցեց, որ գաղափար չունի, թե ինչ նախաճաշ մատուցի երեխային։ Առավոտյան ինչ ես ուտում, հարցրեց նա։ Սովորաբար կարագով հաց եմ ուտում։ Երբեմն կակաոյով կաթ։ Արմենը բացեց սառնարանը։ Կաթ, գոնե, ուներ։ Բայց կակաո չուներ։ Սովորական հաց չուներ, միայն այն թանկարժեք արհեստական հացը, որը նա գնում էր երբեք չէր ուտում։ Քեզ համար հաց բովեմ։ Ելակի ջեմ ունեմ։ Կարելի է։ Մինչ նա նախաճաշ էր պատրաստում, Արմենը լսեց դռան զանգը։ Խոժոռվեց։ Ար։ Ավոտյան 7:40 էր։ Ո՞վ կլիներ։ Պատասխանեց, գորգի ձայնը լսվեց մյուս կողմից։ Պարոն Մարտիրոսյան, Սոնան ներքում է։ Ասաց, որ շտապ է։ Սոնան։ Իր օգնականը։ Իհարկե, նա կգար։ Նա ամբողջ գիշեր անհետացել էր, չէր պատասխանել նրա զանգերին։ Նա պետք է խուճապի մեջ լիներ։ Թող բարձրանա։ Րոպեներ անց Սոնան փոթորկի պես ներս մտավ բնակարան։ Նա 30 անց մի կին էր, չափազանց իրազեկ, միշտ անթերի հագնված, օրակարգը միշտ ձեռքին։ Նա 5 տարի էր, ինչ իր օգնականն էր, իր առօրյան իրենից լավ գիտեր, երբեք չէր տեսել, որ նա որե պարտավորություն ձախողի։ Արմեն, որտեղ էիր, սկսեց նա, հետո կանգ առավ, տեսնելով Նարեին, որը նստած էր սեղանի մոտ, ջեմով հաց ուտելով։ Սա ո՞վ է, հարցրեց նա, շփոթված։ Երկար պատմություն է, ասաց Արմենը։ Սոնա,
Սա Նարեն է։ Նարե, սա Սոնան է։ Նա ինձ հետ է աշխատում։ Բար, ամաչելով ասաց Նարեն։ Սոնան նայեց Նարեից Արմենին, ակնհայտորեն բացատրություն սպասելով։ Արմենը հոգոց հանեց, սկսեց պատմել։ Ամեն ինչ։ Աղջիկը փողոցում, ուշաթափ մայրը, հիվանդանոցը, ժամանակավոր խնամակալություն։ Սոնան լուր լսում էր նրան, արտահայտությունը շփոթությունից փոխվում էր զարմանքի, իսկ հետո ինչ-որ բանի, որը նման էր անհանգստության։ Արմեն, դու հասկանում ես, թե ինչ ես անում, հարցրեց նա, երբ նա ավարտեց։ Դու չափազանց զբաղված կյանք ունես։ Հանդիպումներ, ճամփորդություններ, պարտավորություններ։ Ինչպես ես երեխա խնամելու։ Միծ կգտնեմ։ Իսկ այսօրվա շնորհանդեսը։ Ներդրողները սպասում են։ Դա 50 միլիոնի նախագիծ է։ Արմենը նայեց Նարեին, որն ուշադիր հետում էր ամեն ինչին։ Նորից նայեց Սոնային։ Հետաձգիր։ Սոնան թարթեց։ Ինչպես թե հետաձգիր։ Արմեն, սա ամիսներով պլանավորվել է։ Դու չես կարող պարզապես չգնալ։ Ես կարող եմ կանեմ։ Այս աղջիկն այսօր իմ կարիքն ունի։ Ներդրողները կարող են սպասել։ Սոնան երկար պահ լուռ մնաց։ Հետո հոգոց հանեց, վերցրեց հեռախոսը, սկսեց հավաքել։ Լավ։ Կհետաձգեմ։ Բայց դու պետք է բացատրություններ տաս։ Մարդիկ կհարցնեն։ Թող հարցնեն։ Եթե դուք լինեիք Արմենի տեղում, կօգնեիք Նարեին, թե այլ բան կանեիք։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Սոնան մնաց մի քանի րոպե։ Վերադասավորելով նրա օրակարգը, զանգեր անելով, փորձելով նվազագույնի հասցնել չեղարկման պատճառած վնասը։ Արմենը նկատեց, որ նա տեսանելիորեն զայրացած է, բայց նա հետաքրքրված։ Վերջապես, նա հրաժեշտ տվեց գնաց, խոստանալով ավելի ուշ վերադառնալ, տեսնելու, թե ինչպես են գործերը։ Երբ նրանք նորից մենակ մնացին, Արմենը զանգահարեց հիվանդանոց։ Հերթապահ բուժքույրն ասաց, որ Անահիտը գիշերը կայուն է անցկացրել, բայց դեռ քնաբերների տակ է։ Կարող է այցելուներ ընդունել առավոտյան 10-ից հետո։ Մի քանի ժամից կտեսնենք մայրիկիդ, ասաց Արմենը Նարեին։ Մինչ այդ, մենք պետք է քեզ համար հագուստ գնենք։ Կարիք չկա, արագ ասաց Նարեն։ Ես տանը հագուստ ունեմ։ Տուն։ Այն փոքրիկ բնակարանը, որտեղ Անահիտը ուշաթափվել էր։ Արմենը գլխով արեց։ Լավ։ Նախ գնանք քո իրերը բերենք։ Նրանք տաքսի նստեցին, քանի որ Արմենը մտածեց, որ լիմուզինը չափազանց կլինի։ Ճանապարհին Նարեն կպած էր պատուհանին, նայելով, թե ինչպես է քաղաքն արթնանում ձյան տակ։ Ցերեկվա լույսի տակ նա ավելի հանգիստ էր թվում, ավելի քիչ վախեցած։ Երբ հասան նրա շենքին, իրականություն։ Նա նորից հարվածեց։ Ցերեկվա լույսի տակ տեղն էլ ավելի մաշված էր թվում։ Կոտրված դուռը, ճռճռացող աստիճանները, բորբոսի հոտը։ Բայց Նարեն բարձրանում էր սովորությամբ, կարծես դա աշխարհի ամենաբնական վայրը լիներ։ Բնակարանում նա ուղիղ գնաց սենյակ, որը կիսում էր մոր հետ։ Վերցրեց փոքրիկ ուսապարկ, սկսեց լցնել հագուստով։ Արմենը կանգնած էր դռան մոտ, դիտելով։ Սենյակը փոքրիկ էր, երկտեղանոց մահճակալով, որտեղ մայր ու աղջիկ հավանաբար միասին էին քնում, պարզ պահարանով։ Բայց ամեն անկյունում սեր կար։ Նկարներ պատին։ Կպչուն ժապավենով փակցված լուսանկարներ։ Հին, բայց լավ խնամված տիկնիկ։ Այնքան շատ կարդալուց մաշված հեքիաթների գիրք։ Նարեն վերցրեց տիկնիկը, գրկեց։ Մայրիկս սա ինձ նվիրել է իմ 4 տարեկանի ծննդյան օրը։ Նրա անունը Լուլու է։ Գեղեցիկ անուն է, ասաց Արմենը։ Նա շուրջը նայեց, աչքերը սկսեցին արցունքոտվել։ Երբ է մայրիկս կարողանալու տուն վերադառնալ։ Շուտով։ Հենց որ լավանա։ Իսկ եթե չլավանա։ Արմենը ծնկի իջավ նրա կողքին։ Նարե, մայրդ շատ ուժեղ է։ Նա կլավանա։ Բժիշկները խնամում են նրան։ Նարեն գլ խով արեց, բայց արցունքներն այնուամենայնիվ հոսեցին։ Ես ուղղակի ուզում եմ, որ նա լավ լինի։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք կարողանանք տուն վերադառնալ։ Արմենը նրան գրկեց, նա լաց եղավ նրա ուսին, փոքրիկ վախեցած։
Նա գրկեց այդ աղջկան զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Ամբողջ այն զրահը, որը նա կառուցել էր տարիների ընթացքում, ամբողջ այն սառնությունը, որը նա մշակել էր գործարար աշխարհում գոյատելու համար, այդ ամենը մի փոքր ավելի ճաքեց։ Ամեն ինչ լավ կլինի, մրմնջաց նա, չիմանալով, հավատում է դրան, թե ոչ, բայց կարիք ուներ ասելու. Ես խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հիվանդանոցում բուժքույրը նրանց տարավ սենյակ, որտեղ Անահիտն էր։ Դա ընդհանուր բաժանմունք էր, մի քանի մահճակալներով, որոնք բաժանված էին միայն բարակ վարագույրներով։ Միջավայրը ախտահանիչի հիվանդության հոտ էր գալիս, մոնիտորների ազդանշանների ցածր խոսակցությունների ձայները ստեղծում էին մարդկային տառապանքի տխուր սիմֆոնիա։ Անահիտը պատուհանի մոտի վերջին մահճակալին էր։ Երբ Նարեն տեսավ նրան, բաց թողեց Արմենի ձեռքը։ Վազեց։ Մայրիկ։ Արմենը մի քանի քայլ հետ մնաց, դիտելով։ Անահիտն արթուն էր, նստած մահճակալին, տեսքը փխրուն, բայց գիտակից։ Նա խորս շրջանակներ ուներ աչքերի տակ, մաշկը դեռ գունատ էր, բայց աչքերը փայլեցին, երբ տեսավ դստերը։ Նա բացեց ձեռքերը, Նարեն նետվեց նրա գիրկը, երկուսը գրկախառնվեցին այնպիսի ուժգնությամբ, որ Արմենը ստիպված եղավ դեմքը շրջել։ Աղջիկս, փոքրիկս, մրմնջում էր Անահիտը, համբուրելով Նարեի գլուխը։ Լավ ես։ Վնասվել ես։ Լավ եմ, մայրիկ։ Բայց ես շատ վախեցա։ Դու չէիր արթնանում։ Գիտեմ, սիրելիս։ Գիտեմ։ Ներիր, որ վախեցրի քեզ։ Հենց այդ ժամանակ Անահիտը վեր նայեց, տեսավ Արմենին, որը կանգնած էր այնտեղ։ Նա խոժոռվեց, շփոթված, հետո կարծես ինչ-որ բան հիշեց։ Նրա աչքերը լայն բացվեցին։ Դուք, ասաց նա, ձայնը խռպոտ։ Դուք այն տղամարդն եք, որին Նարեն բերել էր։ Այո, հաստատեց Արմենը, մի քայլ առաջ գալով։ Արմեն Մարտիրոսյան։ Անահիտը երկար պահ ուսումնասիրեց նրան։ Նույնիսկ հիվանդ, նույնիսկ թույլ, այդ հայացքում ուժ կար։ Առողջ կասկածամտություն։ Իր ձագին պաշտպանող մայր։ Նարեն։ Ինձ պատմեց, որ դուք օգնել եք։ Որ շտապ օգնություն եք կանչել։ Որ ինձ հետ հիվանդանոց եք եկել։ Արել եմ այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Անահիտը կարճ դառը ծիծաղեց։ Ցանկացած մարդ ոչինչ չի անում։ Ցանկացած մարդ անցնում է կողքով։ Նարեն ինձ պատմեց, որ ձեզնից առաջ մի քանի հոգուց է օգնություն խնդրել։ Արմենը ոչինչ չասաց։ Ի վերջո, դա ճիշտ էր։ Ինչու օգնեցիք, հարցրեց Անահիտը։ Ինչ եք ուզում։ Հարցը ուղիղ էր, կոշտ, բայց Արմենը չվիրավորվեց։ Նրա տեղում ինքն էլ կկասկածեր։ Հարուստ տղամարդ, որը հայտնվում է ոչ մի տեղից, օգնում է միայնակ մորն ու նրա դստերը, երեխային տուն տանում։ Դա քրեական լրահոսի պատմության էր նման։ Ոչինչ չեմ ուզում, ազնվորեն ասաց նա։ Ձեր դուստրն ինձ օգնություն խնդրեց։ Ես օգնեցի։ Այդքանը։ Անահիտը շարունակեց նայել նրան, փորձելով բառերից այն կողմ ինչ-որ բան կարդալ։ Վերջապես, նա հոգոց հանեց։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ սրա համար վճարելու, բայց շնորհակալություն։ Ոչինչ վճարել պետք չէ։ Մինչ Անահիտը կկարողանար պատասխանել, դուռը բացվեց, Սիրանուշը, սոցիալակ անաշխատողը, ներս մտավ։ Նա թղթապանակ ուներ թիտակ պրոֆեսիոնալ արտահայտություն դեմքին։ Բարի օր։ Տիկին Անահիտ, պարոն Մարտիրոսյան։ Մենք պետք է խոսենք իրավիճակի մասին։ Ինչ իրավիճակի, հարցրեց Անահիտը, անմիջապես լարվելով։ Սիրանուշը աթոռ քաշեց նստեց։ Բացատրեց ժամանակավոր խնամակալության մասին, թե ինչպես է Արմենն առաջարկել խնամել Նարեին, մինչ Անահիտը կապաքինվի այցելությունների գնահատումների մասին, որոնք պետք է արվեին։ Ամեն բառի հետ Անահիտի դեմքն ավելի էր փակվում։ Երբ Սիրանուշն ավարտեց, նա վճռականորեն գլուխը թափահարեց։ Ոչ։ Իմ աղջիկը չի մնալու անծանոթի հետ։ Մայրիկ, սկսեց Նարեն, բայց Անահիտը նրբորեն ընդհատեց նրան։ Սիրելիս, մի րոպե դուրս գնա։ Ես պետք է մեծերի հետ խոսեմ։ Նարեն նայեց մորից Արմենին, վարանելով։ Արմենը գլխով արեց։ Ամեն ինչ կարգին է։ Դուրս գնա։ Ես այստեղ եմ։
Աղջիկը դանդաղ դուրս եկավ, հենց դուռը փակվեց, Անահիտը շրջվեց դեպի Սիրանուշը։ Ես այս մարդուն չեմ ճանաչում։ Ինչպես կարող եք պարզապես իմ աղջկան նրան հանձնել։ Դուք անգիտակից էիք, համբերատար բա։ Ցատրեց Սիրանուշը։ Մենք ընտանիքի անդամների մասին տվյալներ չունենք։ Կարգի համաձայն երեխային կուղարկեինք ժամանակավոր կացարան։ Պարոն Մարտիրոսյանն առաջարկեց, հաշվի առնելով, որ նա է ձեզ հիվանդանոց բերել, որ Նարեն ակնհայտորեն վստահում է նրան, մենք զիջում արեցինք։ Բայց դա լիովին ժամանակավոր է վերահսկվող։ Ինձ կարգը չի հետաքրքրում։ Նա իմ աղջիկն է։ Եվ ոչ ոք հակառակը չի ասում, ասաց Սիրանուշը։ Բայց տիկին, դուքս մի քանի օր հիվանդանոցում եք մնալու։ Նարեն չի կարող այստեղ հիվանդանոցում մնալ։ Եվ առանց մոտ ազգականների կամ ընկերների, որոնք կխնամեն նրան, ինչ տարբերակներ կան։ Անահիտը լուռ մնաց։ Արմենը տեսնում էր կոնֆլիկտը նրա դեմքին։ Հպարտությունը պայքարում էր իրականության դեմ։ Դստերը պաշտպանելու ցանկությունը, օգնություն ընդունելու անհրաժեշտության դեմ։ Տեսեք, ասաց Արմենը, առաջին անգամ միջամտելով։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Եթե ես ձեր տեղում լինեի, ես էլ ինձ չէի վստահի։ Բայց ես երդվում եմ, որ ուղղակի ուզում եմ օգնել։ Նարեն երեկ իմ տանն է մնացել, լավ քնել է, լավ կերել։ Այսօր առավոտյան եկել ենք նրա հագուստները վերցնելու։ Ես ձեր դստերը չեմ վնասի։ Ինչպես կարող եմ դրանում վստահ լինել, հարցրեց Անահիտը, ձայնը թեթակի կոտրվելով։ Չեք կարող, ընդունեց Արմենը։ Բացարձակապես վստահ լինել չեք կարող։ Բայց ես կարող եմ ձեզ տալ իմ հասցեն, իմ կոնտակտները, դուք կարող եք ինձ զանգահարել ցանկացած ժամի։ Սիրանուշը անընդհատ կայցելի։ Եվ եթե որե պահի դուք կամ Նարեն անհարմար զգաք, նա անմիջապես կվերադառնա պաշտոնական համակարգ։ Անահիտը նայեց նրան, հետո Սիրանուշին, հետո իր ձեռքերին։ Նա հոգնած էր, Արմենը կարող էր տեսնել։ Հոգնած պայքարելուց, հոգնած միշտ ուժեղ լինելուց, հոգնած ընտրություն չունենալուց։ Լավ, վերջապես ասաց նա, ձայնը ցածր։ Բայց պայմաններով։ Ես ուզում եմ ամեն օր նրա հետ խոսել։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ է նա, ում հետ է, ինչ է անում։ Եվ առաջին իսկ տարօրինակ բանի, առաջին իսկ բանի, որը ինձ դուր չգա, նա այնտեղից դուրս կգա։ Համաձայն եմ ամեն ինչի հետ, անմիջապես ասաց Արմենը։ Եվ երբ ես այստեղից դուրս գամ, ես ուզում եմ իմ աղջկան անմիջապես վերադարձնել։ Ոչ մի բարդ թղթաբանություն, ոչ մի ձգձգում։ Խնդիր չկա։ Անահիտս մեկ անգամ ուսումնասիրեց նրա դեմքը։ Հետո գլխով արեց, փոքրիկ հոգնած շարժումով։ Շատ լավ։ Սիրանուշը մի քանի նշում արեց, բացատրեց հաջորդ քայլերը դուրս եկավ թղթաբանությամբ զբաղվելու։ Երբ նրանք մենակ մնացին, Անահիտը նայեց Արմենին երախտագիտության անհարմարության խառնուրդով։ Ես չգիտեմ, թե ինչպես ձեզ շնորհակալություն հայտնեմ, սկսեց նա։ Կարիք չկա, ընդհատեց նրան Արմենը։ Լուրջ։ Կարիք չկա։ Կարիք կա։ Դուք փրկեցիք իմ կյանքը։ Եվ խնամում եք իմ աղջկան։ Դա քիչ բան չէ։ Արմենը քաշեց աթոռը, որտեղ Սիրանուշն էր նստած, նստեց։ Կարող եմ մի հարց տալ։ Կարող եք։ Ինչ պատահեց։ Ինչպես հասակ այդ վիճակին։ Անահիտը առանց հումորի ծիծաղեց։ Հոգնածություն։ Ինձ չխնամելը։ Դեղի համար փողի բացակայություն։ Ընտրեք որը մեկը։ Որքան ժամանակ էիք հիվանդ։ Մի քանի ամիս։ Սկսվեց գրիպից, որը չէր անցնում։ Բայց ես չէի կարող աշխատանքից բացակայել, գիտեք։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ հիվանդանալ։ Այնպես որ ես ձգձգում էի, խմում էի տանը ունեցածս։ Ամկետանց դեղերը, աշխատում էի նույնիսկ վատ զգալով։ Եվ իմ մարմինը պարզապես հանձնվեց։ Արմենը կրծքում խուլ զայրույթ զգաց։ Ոչ թե Անահիտի նկատմամբ, այլ իրավիճակի։ Այդ ամենի անարդարության։ Մի կին, որն աշխատում է մինչ հյուծվելը, առանց իրեն խնամելու հնարավորության, առանց աջակցության ցանցի, ամեն ինչ միայնակ դուստր պահելու համար։ Դուք ընտանիք չունեք, հարցրեց նա։ Այստեղ, ոչ։ Իմ ընտանիքը ամբողջությամբ Լոռու մարզում է։ 6 տարի առաջ այստեղ եմ եկել Նարեի հոր հետ։
Նա խոստացավ ավելի լավ կյանք, աշխատանք, հնարավորություն։ Մենք եկանք զբոսաշրջային վիզայով, ինչպես շատերը։ Աշխատանք գտա տներ մաքրելով, հետո հյուրանոց մաքրելով։ Նա աշխատանք գտավ շինարարությունում։ Իսկ նա հարցրեց Արմենը, թե արդեն պատկերացնում էր պատասխանը։ Հեռացավ, երբ ես հղիացա։ Ասաց, որ պատրաստ չէ հայր լինելու։ Վերադարձավ իրենց գյուղ, այլս չտեսա, Անահիտը ուսերը թոթվեց, բայց Արմենը տեսավ հին ցավը այդ ժեստի հետում։ Այնպես որ մնացի մենակ։ Առանց փաստաթղթերի, առանց փողի, հղի։ Բայց ես չէի պատրաստվում ձախողված վերադառնալ։ Չէի պատրաստվում ընդունել, որ սխալվել եմ գալով։ Այնպես որ մնացի։ Աշխատեցի մինչ հղիության վերջին օրը, աշխատանքի վերադարձա Նարեին ունենալուց 2 շաբաթ անց։ Եվ ահա մենք այստեղ ենք։ Արմենը լուռ մնաց, մարսելով այդ ամենը։ Անահիտի կյանքը մշտական պայքար էր, օր-օրի, առանց անվտանգության ցանցի, առանց սխալվելու իրավունքի։ Եվ այնուամենայնիվ նա դաստիարակել էր այդ անհավանական աղջկան, լի քաջությամբ սիրով։ Դուք շատ ուժեղ եք, վերջապես ասաց նա։ Անահիտս մեկ դառը ծիծաղեց։ Ես ուժեղ չեմ։ Ես համառ եմ։ Դա տարբեր բան է։ Ուժեղ կլիներ, եթե ավելի շուտ օգնություն ընդունեի։ Ուժեղ կլիներ, եթե թույլ չտայի, որ այս կետին հասնի։ Օգնություն ընդունելը թուլություն չէ։ Նրա համար, ով միշտ ստիպված է եղել ինքնուրույն գլուխ հանել, այո։ Անահիտը նայեց նրան։ Դուք չեք հասկանա։ Դուք փող ունեք, իշխանություն ունեք։ Դուք երբեք ոչ ոքից կախված լինելու կարիք չեք ունեցել։ Դուք կզարմանայիք, ցածրաձայն ասաց Արմենը։ Մինչ Անահիտը կհարցներ, թե նա ինչ նկատի ունի, դուռը բացվեց, Նարեն ներս վազեց։ Նա բերել էր ջրով բաժակ։ Թխվածքաբլիթներ սկուտեղի վրա։ Բուժքույրն ասաց, որ կարող ես ուտել, մայրիկ։ Անահիտը ժպտաց, կարծես արը մտավ այդ հիվանդասենյակ։ Շնորհակալություն, սիրելիս։ Արի, նստիր այստեղ ինձ հետ։ Արմենը ոտքի կանգնեց։ Ես ձեզ կթողնեմ խոսեք։ Նարե, ես դրսում կլինեմ, եթե պետք լինեմ։ Շնորհակալություն, Արմեն, ասաց Նարեն, արդեն բարձրանալով մոր հետ մահճակալին։ Դրսում Արմենը հենվեց պատին, փակեց աչքերը։ Նա հյուծված էր։ Չէր քնել, կարոր հանդիպումներ էր բաց թողել, օրակարգը քաոսի մեջ էր։ Բայց երբ մտածում էր հետ գնալու մասին, երբ մտածում էր պարզապես հեռանալու թողնելու, որ համակարգը զբաղվի ամեն ինչով, հիշում էր Նարեի դեմքը։ Այդ աչքերում վստահությունը։ Եվ գիտեր, որ չի կարող դա անել։ Հեռախոսը զանգեց։ Սոնան էր։ Արմեն, դու պետք է վերադառնաս։ Ներդրողները զայրացած են։ Լին սպառնացել է գումարը հետ քաշել նախագծից։ Ես դրանով հետո կզբաղվեմ։ Արմեն, դու չես հասկանում լրջությունը։ Եթե Լին դուրս գա, մյուսները կհետեն։ Նախագիծը կտապալվի։ Ուրեմն թող տապալվի, ասաց Արմենը անջատեց։ Նա նայում էր ձեռ։Քի հեռախոսին, մի տեսակ ցնցված իր իսկ խոսքերից։ Նա ամիսներ էր աշխատել այդ նախագծի վրա։ Դա կարևոր էր։ Շահութաբեր։ Դա պետք է դառնար նրա կարիերայի կարևոր կետը։ Եվ նա հենց նոր ասել էր, թող տապալվի։ Բայց երբ նրա մտքերը վերադարձան սենյակ, որտեղ մայր ու աղջիկ գրկախառնվել էին սարսափելի գիշերից հետո, Արմենը գիտակցեց, որ չի զղջում։ Հաջորդող օրերն ամենատարօրինակն էին Արմենի կյանքում։ Նա իր ժամանակը բաժանում էր հիվանդանոցի, որտեղ այցելում էր Անահիտին Նարեին տանում մոր հետ ժամանակ անցկացնելու, իր բնակարանի միջ, որտեղ փորձում էր ինչ-որ առօրյա ստեղծել աղջկա համար։ Հեշտ չէր։ Արմենը գաղափար չուներ, թե ինչպես խնամել 5 տարեկան երեխային։ Առաջին առավոտյան Նարեն արթնացավ մղձավանջից լաց լինելով, նա չգիտեր, թե ինչպես մխիթարել նրան։ Վերջում նստեց նրա կողքին հատակին, թողնելով, որ նա լաց լինի, պարզապես այնտեղ մնալով, մինչ նա հանգստանա։ Երկրորդ գիշերը Նարեն հրաժարվեց ընթրիքից, որը նա պատվիրել էր թանկարժեք ռեստորանից։ Սա ինձ դուր չի գալիս, ասաց նա, նայելով բարդ սոուսով սաղմոնի ափսեին։ Արմենը վերջու։ Նորից կարագով մակարոն պատրաստեց, քանի որ դա միակ ուտեստն էր, որ նա գիտեր, որ աղջիկը կուտի։ Երրորդ օրը նա պետք է նրան տաներ մանկապարտեզ։
Տնօրենը կասկածանքով նայեց նրան, երբ նա հայտնվեց Անահիտի փոխարեն, բայց հիվանդանոց Սիրանուշին զանգահարելուց հետո վերջապես համաձայնեց։ Արմենը պատուհանից դիտում էր, թե ինչպես է Նարեն խաղում մյուս երեխաների հետ, ինչ-որ բան սեղմեց նրա կրծքում։ Նա ծիծաղում էր։ Չնայած այն ամենին, ինչ պատահել էր, նա դեռ կարողանում էր ծիծաղել։ Գորգը, վարորդը, դարձավ անսպասելի դաշնակից։ Նա 3 երեխա ուներ Վանաձորում, գործնական խորհուրդներ էր տալիս Արմենին։ Երեխաներին առօրյա է պետք։ Նրանց պարզ սնունդ է պետք։ Նրանց քնքշանք համբերություն է պետք։ Արմենը լսում էր ամեն ինչ, կարծես նոր լեզու սովորեր։ Սոնան նույնպես օգնեց, թե տեսանելիորեն սթրեսի մեջ էր իրավիճակից։ Նա Նարեի համար հագուստ, խաղալիքներ, մանկական գրքեր գնեց։ Կազմակերպեց Արմենի օրակարգը, որպեսզի նա կարողանա ամեն օր աղջկան մանկապարտեզից վերցնել։ Եվ երբ տեսավ, որ նա իսկապես նվիրված է, դադարեց բողոքել, սկսեց իսկա պես օգնել։ 5-րդ օրը Արմենը կարևոր տեսազանգ ուներ, որը չէր կարող հետաձգել։ Ճապոնացի ներդրողներ էին, հանդիպումը ամիսներ առաջ էր նշանակվել։ Նա այն անցկացրեց տնից, մինչ Նարեն նկարում էր հատակին, նրա կողքին։ Շնորհանդեսի կեսին նա գցեց գունավոր մատիտների տուփը, աղմուկն արձագանքեց զանգի մեջ։ Արմենը ներողություն խնդրեց, բայց ներդրողներից մեկը ժպտաց ինչ-որ բան ասաց ճապոներեն։ Թարգմանիչը բացատրեց, որ նա թոռներ ունի, հիանալի հասկանում է։ Հանդիպումը շարունակվեց, վերջում նրանք գործարքը կնքեցին։ Արմենը զարմացավ։ Միգուցե մարդկայնությունը թուլություն չէր բիզնում։ Միգուցե դա ուժ էր։ Անահիտը օրեցօր լավանում էր։ Ջերմությունը իջավ, վարակը վերահսկվեց, նա սկսեց ավելի լավ սնվել։ Եվ ֆիզիկական բարելավման հետ մեկտեղ աճում էր նա անհանգստությունը։ Արմենը դա տեսնում էր նրա աչքերում ամեն անգամ, երբ այցելում էին։ Նա երախտապարտ էր, բայց նա վախեցած։ Վախեցած նրանից, թե ինչ կլինի հետո։ Երբ նա դուրս գա հիվանդանոցից, որ կգնա։ Ինչպես կպահի Նարեին։ Ինչպես կվճարի բժշկական հաշիվները, որոնք անպայման կգան։ Արմենն ուզում էր օգնել, բայց չգիտեր, թե ինչպես առաջարկել առանց տպավորություն թողնելու, որ գնում է նրա արժանապատվությունը։ Այնպես որ, որոշեց սպասել ճիշտ պահի։ Այդ պահը եկավ հոսպիտալացումից 1 շաբաթ անց։ Անահիտին դուրս գրեցին։ Բժիշկներն ասացին, որ նա պետք է հանգստանա, առնվազն 1 ամիս ծանր աշխատանքի չվերադառնա, շարունակի բուժումը հակաբիոտիկներով։ Նա լսեց ամեն ինչ փակ դեմքով, քանի որ գիտեր, որ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ։ Նա չէր կարող 1 ամիս արձակուրդ վերցնել։ Նա չուներ թանկարժեք դեղեր վճարելու հնարավորություն։ Նա այլ ընտրություն չուներ, քան անմիջապես վերադառնալ աշխատանքի, նույնիսկ եթե մարմինը պատրաստ չէր։ Արմենն ու Նարեն գնացին նրան վերցնելու հիվանդանոցից։ Երբ Անահիտը դուրս եկավ սենյակից, հագին իր հագուստը, նիհար ու գունատ, բայց ոտքի վրա, Նարեն վազեց նետվեց նրա գիրկը։ Երկուսը երկար ժամանակ գրկախառնված մնացին, ցածրաձայն լաց լինելով։ «Տո՞նն ենք գնում, մայրիկ», հարցրեց Նարեն։ Անահիտը նայեց Արմենին, հետո դստերը։ «Այո, սիրելիս»։ Մեքենայում լռությունը ծանր էր։ Արմենն էր վարում։ Քանի որ Գորգին ազատել էր այդ ուղղության համար, ցանկանալով ընտանիքին անձնական տարածք տալ։ Անահիտը նայում էր պատուհանից դուրս, Նարեն նստած էր նրա կողքին, բռնած նրա ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Երբ հասան նրա շենքին, Անահիտը դանդաղ իջավ մեքենայից։ Արմենը հետեց նրան, տանելով դեղերը, որոնք բժիշկները նշանակել էին։ Նրանք լուռ բարձրացան աստիճաններով։ Անահիտը մի քանի անգամ կանգ առավ հանգստանալու, վերելքը նրան ավելի շատ էր հոգնեցնում, քան պետք էր։ Բնակարանում ամեն ինչ այնպես էր, ինչպես թողել էին։ Բացառությամբ, որ հիմա այն էլ ավելի փոքր էր թվում, էլ ավելի փխրուն։ Անահիտը շուրջը նայեց, հոգոց հանեց։ Շնորհակալություն, որ մեզ բերեցիք։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ վճարելու այն ամենի համար, ինչ արել եք, բայց միծ կգտնեմ։ Կարող է որոշ ժամանակ տել, բայց կվճարեմ։ Ես չեմ ուզում, որ դուք վճարեք, ասաց Արմենը։ Ես ողորմություն չեմ ընդունում։ Դա ողորմություն չէ։ Դա օգնություն է։ Տարբեր բան է։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ձեզ համար կարող է տարբեր լինել։ Ինձ համար նույն բանն է։
Միշտ ինքնուրույն եմ գլուխ հանել։ Հիմա չեմ սկսի ուրիշներից կախված լինել։ Արմենը խորը շունչ քաշեց։ Նա մտածել էր այդ մասին վերջին օրերին։ Նա պլանավորել էր, թե ինչպես մոտենալ հարցին։ Բայց հիմա նրա առաջ պատրաստված բառերը անհարմար էին թվում։ Իսկ եթե ես առաջարկ անեմ, ասաց նա։ Ինչ տեսակի առաջարկ։ Ես Դավթաշենում շենք ունեմ։ 12 բնակարան, մեծ մասը վարձով տրված։ Ինձ մեկը պետք է, որ կառավարի։ Վարձավճար հավաքի, վերանորոգումներ կազմակերպի, վարձակալների հետ գործ ունենա, այդպիսի բաներ։ Դա իսկական աշխատանք է, արժանապատիվ աշխատավարձով։ Դուք կհետաքրքրվեիք։ Անահիտը կասկածանքով նայեց նրան։ Ինչու ես։ Դուք ինձ չեք ճանաչում։ Ես դրա փորձը չունեմ։ Բայց դուք գիտեք քրտնաջան աշխատել։ Եվ ձեզ աշխատանք է պետք, որը չի քայքայի ձեր մարմինը։ Ես վստահում եմ ձեզ։ Դուք ինձ հազիվ եք ճանաչում։ Ես ճանաչում եմ ձեր դստերը։ Եվ նա ապացույցն է, թե ով եք դուք։ Անահիտը լուռ մնաց, մարսելով։ Աշխատավարձը որքան է։ Արմենը մի թիվ ասաց։ Դա ավելի քան առատաձեռն էր, նրանք երկուսն էլ դա գիտեին։ Անահիտը խոժոռվեց։ Դա քողարկված ողորմություն է։ Ոչ։ Դա աշխատանքի համար արդար աշխատավարձ է։ Եվ որպես պայմանագրի մաս, դուք նարեն կապրեիք բնակարաններից մեկում։ Առանց վարձավճարի, բայց դուք պատասխանատու կլինեիք տեղը կարգին պահելու համար։ Անահիտն անմիջապես գլուխը թափահարեց։ Ոչ։ Ես վարձավճար կվճարեմ։ Դա փաթեթի մաս է։ Կառավարիչը տեղում է ապրում։ Դա նորմալ է։ Ուրեմն ես խորհրդանշական գումար կվճարեմ։ Սա կարգելի չէ։ Արմենը հոգոց հանեց, բայց գլխով արեց։ Լավ։ Խորհրդանշական գումար։ Եվ ես պայմանագիր եմ ուզում։ Ստորագրված։ Որպեսզի պարզ լինի, որ սա աշխատանք է, ոչ թե լավություն։ Խնդիր չկա։ Անահիտը երկար պահ ուսումնասիրեց նրան։ Ինչու եք դուք սա անում։ Արմենը մտածեց հարցի մասին։ Կարող էր ասել, որ դա բիզնեսի համար իմաստ ունի։ Կարող էր ասել, որ իրեն իսկապես կառավարիչ է պետք։ Բայց երկուսն էլ կիմանային, որ դա սուտ է։ Որովհետ, ազնվորեն ասաց նա, դուք երկուստ ինձ հիշեցրիք, թե ով էի ես առաջ։ Նախքան մոռանալս, որ կյանքն ավելին է, քան փողն ու բիզնը։ Դուք ինձ հիշեցրիք, թե ինչն է իսկապես կար։ Որ։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Արագ սրբեց դրանք, չցանկանալով թուլություն ցույց տալ։ Լավ։ Ես համաձայն եմ։ Բայց մի պայմանով։ Եթե որե պահի մտածեք, որ ես լավ աշխատանք չեմ կատարում, դուք ինձ աշխատանքից կհանեք։ Առանց խղճի, առանց մեղքի զգացումի։ Ես չեմ ուզում, որ ինձ խղճահարությունից պահեն։ Պայմանավորվեցինք։ Նրանք տեղափոխվեցին 2 շաբաթ անց։ Դավթաշենի բնակարանը պարզ էր, բայց ընդարձակ համեմատած նրա հետ, ինչին նրանք սովոր էին։ 2 ննջասենյակ, իսկական խոհանոց, ամբողջական լոգարան, բնական լույսով հյուրասենյակ։ Նարեն վազում էր սենյակից սենյակ, հիացած։ Անահիտը կանգնած էր հյուրասենյակի մեջտեղում, արցունքոտ աչքերով շուրջը նայելով։ Սա մերն է, մայրիկ, հարցրեց Նարեն։ Մերն է, սիրելիս։ Արմենն օգնեց տեղափոխության հարցում։ Բերեց նրանց հին բնակարանից քիչ իրերը, նոր կահույք գնեց, մաքրման թիմ վարձեց, որպեսզի ամեն ինչ անթերի լինի։ Անահիտն ընդունում էր ամեն ինչ սեղմված ծնոտով, հպարտությունը պայքարում էր երախտագիտության հետ։ Այն օրը, երբ նա պաշտոնապես սկսեց աշխատանքը, Անահիտը զարմացրեց նրան։ Եկավ նշումներով լի տետրով, հարցերով յուրաքանչյուր բնակարանի, յուրաքանչյուր վարձակալի, յուրաքանչյուր ընթացակարգի մասին։ Նա ուսումնասիրել էր։ Նա պատրաստվել էր։ Եվ հաջորդող օրերին ապացուցեց, որ ավելին է, քան ընդունակ։ Կազմակերպված, արդյունավետ, վարձակալների հետ խիստ, բայց արդար։ Արմենն առաջարկն արել էր, մտածելով նրան օգնելու մասին, բայց արագ գիտակցեց, որ նա իսկապես աշխատում է, լավ է աշխատում։ Նարեն սկսեց հաճախել թաղամասի ավելի լավ դպրոց։
Ընկերներ ձեռք բերեց, տուն նկարներ էր բերում, աշխույժ պատմություններ պատմում այն մասին, ինչ սովորում էր։ Ամեն օր տեսնում էր մորը, լավ սնվում էր, քնում էր իր սեփական մահճակալում։ Նրա մեջ փոփոխությունը տեսանելի էր։ Նա ավելի շատ էր ծիծաղում, ավելի շատ էր խաղում, ավելի շատ երեխա էր։ Արմենը շարունակեց այցելել։ Սկզբում աշխատանքի հետ կապված պատրվակներ էր հորինում, բաներ, որոնք Անահիտը պետք է իմանար շենքի մասին։ Բայց ժամանակի ընթացքում այցելություններն ավելի անձնական դարձան։ Միասին ընթրիքներ, խաղեր Նարեի հետ, երկար զրո, ույցներ աղջկա քնելուց հետո։ Նա ամեն օր ավելի շատ բան էր բացահայտում Անահիտի մասին։ Բացահայտում էր, որ նա սիրում է կարդալ, բայց ժամանակ չունի։ Բացահայտում էր, որ նա չոր խելացի հումորի զգացում ունի, երբ հանգիստ է։ Բացահայտում էր, որ նա ցածրաձայն երգում է, երբ խոհարարություն է անում։ Բացահայտում էր, որ այն ամբողջ անհրաժեշտ կոշտության հետում մի քաղցր, երազկոտ կին կա, որը շատ բաներից է հրաժարվել, բայց երբեք հույսը չի կորցրել։ Եվ Անահիտը նույնպես բաներ էր բացահայտում նրա մասին։ Բացահայտում էր, որ սառը գործարարի հետում միայնակ մարդ կա, որը մոռացել է, թե ինչպես ապրել։ Բացահայտում էր, որ նա զվարճալի է, երբ պաշտպանությունը իջեցնում է։ Բացահայտում էր, որ նա բարի է հանգիստ ծով, անելով բաներ առանց ճանաչում սպասելու։ Բացահայտում էր, որ նա Նարեին նայում է այնպիսի քնքշանքով, որը գերազանցում է ցանկացած պարտավորություն։ Այդպես, դանդաղորեն, ինչ-որ բան սկսեց փոխվել նրանց մեջ։ Դա դրամատիկ չէր։ Դա ֆիլմերի պես չէր։ Դա փոքրիկ պահերում էր։ Ձեռքերում, որոնք պատահաբար հանդիպում էին մի վայրկյան ավել էին մնում։ Հայացքներում, որոնք ձգվում էին։ Զրույցներում, որոնք ավելի երկար, ավելի խորն էին դառնում։ Կիսված ծիծաղներում։ Միմյանց ներկայության հարմարավետության մեջ։ Բայց երկուսն էլ դիմադրում էին։ Արմենը, որովհետև մտածում էր, որ օգտվում է խոցելի իրավիճակից։ Անահիտը, որովհետև վախենում էր փչացնել այն միակ կայունությունը, որը Նարեն ճանաչել էր։ Այնպես որ նրանք մնացին այդ միջանկյալ վիճակում։ Ընկերներից ավել, ինչ-որ բանից պակաս։ Թակարդված իրենց զգացմունքների այն բանի մեջ, ինչ կարծում էին, որ ճիշտ է զգալ։ Այդ գիշերվանից 3 ամիս անց, երբ ձյուն էր գալիս, կյանքը տարօրինակ կերպով հարմարավետ առօրյա էր ստացել։ Արմենը դեռ աշխատում էր, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նա այլևս այն մարդը չէր, որը 18 ժամ անցկացնում էր գրասենյակում։ Հիմա նա պարտավորություններ ուներ։ Ուրբաթ օրերին Նարեին դպրոցից վերցնել, երբ Անահիտը հատկապես զբաղված էր։ Ընթրիքներ Դավթաշենի բնակարանում։ Հանգստյան օրեր, երբ երեքը պարզ բաներ էին անում, ինչպես այգի կամ կինո գնալ։ Ընկերությունը չէր փլուզվել, ինչպես նա գաղտնի վախենում էր։ Իրականում, որոշ պայմանագրեր նույնիսկ բարելավվել էին։ Արմենը գիտակցեց, որ երբ հյուծված տարված չէ, ավելի լավ որոշումներ է կայացնում։ Ավելի շատ պարզություն ուներ։ Անկյուններ էր տեսնում, որոնք առաջ բաց էր թողնում։ Սոնան նկատել էր նրա մեջ փոփոխությունը։ Դու ավելի մարդկային ես թվում, ասել էր նա մի օր, թե արտահայտությունը տարօրինակ էր, Արմենը հասկացել էր, թե նա ինչ նկատի ունի։ Նա իրեն ավելի մարդկային էր զգում։ Ավելի կենդանի։ Բայց նրա Անահիտի մեջ չլուծված լարվածություն կար։ Այն աճում էր ամեն երկարատ հայացքի, ամեն զրույցի հետ, որը ձգվում էր մինչ գիշեր, ամեն պահի, երբ նրանց ձեռքերը դիպչում էին, երկուսն էլ ծածնում էին, թե դա ոչինչ չի նշանակում։ Արմենը գիտեր, թե ինչ է զգում։ Նա սիրահարված էր։ Բայց չգիտեր, թե արդյոք իրավունք ունի լինելու։ Նա այնքան շատ բան ուներ, իսկ նա այնքան քիչ։ Ինչպես իմանալ, թե արդյոք այն, ինչ նա զգում էր, իրական էր, թե պարզապես քողարկված երախտագիտություն։ Նարեն էր, որ ստիպեց հարցը լուծել, նույնիսկ չգիտակցելով։ Շաբաթ օր էր, երեքը բնակարանում էին։ Անահիտը նթրիկ էր պատրաստում, Արմենը անփորձ ծով օգնում էր, բանջարեղեն կտրատելով, իսկ Նարեն նկարում էր հյուրասենյակի սեղանին։ Հանկարծ աղջիկը հարցրեց այն ուղղակիությամբ, որով միայն երեխաներն են կարողանում. Արմեն, դու իմ հայրիկը կլինես։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Արմենը կանգ առավ դանակը օդում։ Անահիտը սառեց կաթսան ձեռքին։ Նարե, սկսեց Անահիտը, ձայնը խեղդված։ Ինչ, մայրիկ, անմեղ հարցրեց Նարեն։
Ինձ դուր է գալիս Արմենը։ Նա լավն է։ Եվ նա սիրում է մեզ։ Ինչու նա չի կարող իմ հայրիկը լինել։ Արմենը նայեց Անահիտին։ Նա կարմրել էր, ակնհայտորեն անհարմար վիճակում։ Այդպես չի լինում, սիրելիս, ասաց նա դստերը։ Արմենը մեր ընկերն է։ Շատ լավ ընկեր։ Բայց նա իր սեփական կյանքն ունի։ Բայց նա միշտ այստեղ է, համառեց Նարեն։ Եվ նա խնամում է մեզ։ Սա այն չէ, ինչ հայրիկներն են անում։ Անահիտը բերանը բացեց ու փակեց, առանց բառերի։ Արմենը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում այնքան ուժեղ, որ վստահ էր, որ նրանք կարող են լսել։ Նարե, վերջապես ասաց նա, կրանալով, որ նրա հասակին լինի։ Ես շատ եմ մտածում քո մայրիկիդ մասին։ Շատ։ Բայց այս բաները բարդ են մեծահասակների համար։ Ինչո՞վ։ Որովհետև այդպես է։ Նարեն շուրթերը գծեց։ Միշտ, երբ մեծահասակները չգիտեն ինչ-որ բան բացատրել, ասում են, որ բարդ է։ Արմենը առանց հումորի ծիծաղեց։ Աղջիկը ճիշտ էր։ Նա նայեց Անահիտին, որը խուսափում էր նրա հայացքից։ Մթնոլորտը ծանրացավ, անհարմար։ Արմենը պատրվակ հորինեց քիչ անց գնաց, թողնելով կիսատ ընթրիք անհանգստություն օդում։ Այդ գիշեր, մենակ իր դատարկ պենթհաուսում, Արմենը պատուհանից նայում էր երանին։ Քաղաքը փայլում էր ներքում անտարբեր մարդկային դրամաների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում այդ լուսավորված շենքերից յուրաքանչյուրում։ Նա 1000 անգամ վերցրեց հեռախոսը, ցանկանալով զանգահարել Անահիտին, ցանկանալով ասել, թե ինչ է իրականում զգում։ Բայց ամեն անգամ վախը կանգնեցնում էր նրան։ Իսկ եթե նա չպատասխաներ։ Իսկ եթե նա ամեն ինչ փչացներ։ Իսկ եթե նա իր հետ լիներ միայն երախտագիտության, անվտանգության, այլ տարբերակներ չունենալու պատճառով։ Գրեթե գիշերվա 2-ն էր, երբ հեռախոսը զանգեց։ Անահիտն էր։ Արմենը պատասխանեց առաջին իսկ զանգից։ Ալո։ Արմեն, ասաց նա, ձայնը ցածր։ Դու արթուն ես։ Այո։ Ինչ-որ բան է պատահել։ Ոչ։ Այսինքն, այո։ Այսինքն, լռություն։ Կարող ենք խոսել։ Իհարկե։ Ուզում ես կամ այնտեղ։ Ոչ, պետք չէ։ Կարող ենք հեռախոսով խոսել։ Այդպես ավելի հեշտ է։ Արմենը նստեց բազմոցին, սիրտը բաբախում էր։ Լավ։ Անահիտը խորը շունչ քաշեց մյուս կողմից։ Այսօրվա մասին։ Նարեի հարցի մասին։ Ես շատ եմ ցավում։ Նա չպետք է քեզ այդ վիճակում դներ։ Նա ինձ ոչ մի վիճակում չի դրել։ Նա երեխա է, որն անկեղծ է։ Այնուամենայնիվ, դա արդար չէր քո նկատմամբ։ Անահիտ, ասաց Արմենը, զգալով, որ հիմա կամ երբեք։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Կարող ես։ Ինչու արդար չէր ինձ հետ։ Ինչ ես դու կարծում, որ ես չեմ ուզում։ Մյուս կողմում լռություն։ Հետո, դողացող ձայնով. Դու քո կյանքն ունես, Արմեն։ Հիանալի կյանք։ Ընկերություններ, փող, հնարավորություններ։ Կարող ես ունենալ ցանկացած կնոջ, որին կուզես։ Ինչու պետք է կապվես միայնակ մոր հետ, դստեր բարդ անցյալի հետ։ Դու իսկապես այդպես ես մտածում։ Ես դա գիտեմ։ Ուրեմն դու սխալվում ես, Արմենը ոտքի կանգնեց, քայլելով սենյակում։ Դու գիտես, թե ինչ ունեի ես ձեզ երկուսիդ հանդիպելուց առաջ։ Փող։ Շատ փող։ Եվ բացարձակապես ոչինչ ավելին։ Ես աշխատում էի, քնում էի, նորից աշխատում։ Իսկական ընկերներ չունեի։ Ընտանիք չունեի։ Ոչ ոք չկար, ում կհետաքրքրեր ես կենդանի եմ, թե մեռած, բացի նրանից, թե որքան արժեի իրենց ներդրումների համար։ Եվ գիտես, ինչ փոխվեց։ Դուք։ Տարիներ շարունակ առաջին անգամ ես արթնանում եմ ինչ-որ բան ունեմ սպասելու, բացի հանդիպումներից, պայմանագրերից։ Ես ձեզ հետ ընթրիքներ ունեմ։ Ես Նարեի նկարները ունեմ փակցված իմ սառնարանին։ Ես իսկական զրույցներ ունեմ։ Ես ծիծաղ ունեմ։ Ես մի բան ունեմ, որը նման է իսկական կյանքի։ Արմեն, ասաց Անահիտը, ձայնը կոտրվելով։ Այդպես մի արա։ Ինչ անեմ։ Այդ բան է։
Ռն մի ասա, եթե վստահ չես։ Որովհետ ես դողացող հոգոց։ Որովհետ ես էլ եմ զգում։ Եվ դա ինձ վախեցնում է։ Արմենի սիրտը թռիչք կատարեց։ Ինչ ես զգում։ Դու գիտես, ինչ։ Ինձ մի ստիպիր ասել։ Ես պետք է, որ դու ասես։ Ինչո՞վ։ Որովհետ ես պետք է վստահ լինեմ, որ մենակ չեմ սրանում։ Որովհետ ես պետք է իմանամ, դու զգում ես, որովհետ իսկապես զգում ես, թե դա պարզապես երախտագիտություն է։ Երախտագիտություն, Անահիտը անհավատալի ծիծաղեց։ Դու կարծում ես, որ դա պարզապես երախտագիտություն է։ Արմեն, ես արթնանում եմ մտածելով քո մասին։ Ես սպասում եմ, որ դու կգաս այցելության։ Երբ դու ժպտում ես, իմ օրը լավանում է։ Երբ դու գնում ես, բնակարանը դատարկ է թվում։ Երբ դու խաղում ես Նարեի հետ, նա այդպես ծիծաղում է, ես զգում եմ, թե ինչպես է սիրտս հալվում։ Եվ այո, ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես, բայց այն, ինչ ես հիմա զգում եմ, ոչ մի կապ չունի երախտագիտության հետ։ Արմենը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան ազատվում կրծքում։ Ինչ-որ բան, որը երկար ժամանակ խրված էր։ Ուրեմն ինչ ես զգում։ Ան։ Ահիտը երկար պահ լուռ մնաց։ Երբ խոսեց, ձայնը գրեթե շշուկ էր։ Կարծում եմ, ես սիրահարվում եմ քեզ։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Ինչո՞վ։ Որովհետ ես դուստր ունեմ։ Որովհետ եթե սա սխալ լինի, ոչ միայն ես կվնասվեմ։ Նա նույնպես։ Նա արդեն կապվել է քեզ հետ։ Եթե դու անհետանաս, դու կկոտրես նրա սիրտը։ Ես չեմ անհետանա։ Դու չես կարող դա խոստանալ։ Կարող եմ, վճռականորեն ասաց Արմենը։ Անահիտ, ես այստեղ խղճահարությունից, կամ ձանձրույթից, կամ ինձ լավ զգալու ցանկությունից չեմ։ Ես այստեղ եմ, որովհետ դուք փոխեցիք իմ կյանքը։ Որովհետ երբ ես ձեզ հետ եմ, ես հիշում եմ, թե ինչն է կարևոր։ Դու ուժեղ ես, քաջ, անհավանական։ Եվ Նարեն ամենահատուկ երեխան է, որին ես երբե հանդիպել եմ։ Ես ձեզ չեմ լքի։ Ես երդվում եմ։ Ինչպես կարող եմ դրան վստահել։ Նայիր վերջին 3 ամիսներին։ Ես երբե անհետացել եմ։ Ես երբե ձեզ հիասթափեցրել եմ։ Ոչ։ Ուրեմն հիմա հավատա ինձ։ Անահիտը հեկեկաց մյուս կողմից։ Ես ուզում եմ հավատալ։ Ես իսկապես ուզում եմ։ Ուրեմն հավատա։ Երկար դադար եղավ։ Արմենը կարող էր լսել նրա շնչառությունը, անկանոն, հուզված։ Վերջապես, նա ասաց. Լավ։ Լավ։ Ես վստահում եմ քեզ։ Արմենը այնպիսի մեծ թեթացում զգաց, որ ստիպված եղավ նստել։ Կարող եմ գալ այնտեղ։ Հիմա։ Հիմա։ Գիշերվա 2-ն է։ Ինձ չի հետաքրքրում։ Անահիտը ծիծաղեց, թաց, բայց անկեղծորեն ուրախ ձայնով։ Լավ։ Արի։ Արմենը վերցրեց վերարկուն դուրս վազեց։ Տաքսի բռնեց, որովհետև դա ավելի արագ էր, քան գորգին սպասելը։ Ճանապարհորդությունը դեպի Դավթաշեն երբեք այնքան երկար չէր թվացել։ Երբ վերջապես հասավ շենքին բարձրացավ աստիճաններով, Անահիտն արդեն սպասում էր դռան մոտ։ Նա հագին պարզ գիշերազգեստ ուներ, մազերն արձակ, առանց դիմահարդարման, աչքերը կարմիր էին լաց լինելուց։ Եվ Արմենի համար նա երբեք այնքան գեղեցիկ չէր եղել։ Բար, ասաց նա, շնչակտուր վազքից հուզմունքից։ Բար, պատասխանեց նա։ Նրանք մի պահ կանգնած մնացին, պարզապես իրար նայելով։ Հետո Արմենը մի քայլ առաջ արեց նրան գրկեց։ Անահիտը հալվեց նրա գրկում, ձեռքերը նրա գոտկատեղին, դեմքը թաղված նրա կրծքին։ Արմենը զգաց, թե ինչպես է նա դողում, զգաց, թե ինչպես են արցունքները թրջում իր վերնաշապիկը, պարզապես։ Ավելի ամուր գրկեց նրան։ Ես այնքան վախենում եմ, մրմնջաց նա։ Ես էլ։ Իսկապես։ Սարսափած։ Բայց նա երբեք իմ կյանքում մի բանի մասին այսքան վստահ չեմ եղել։ Անահիտը բարձրացրեց դեմքը, նրան նայելու։ Արմենը այդ աչքերում տեսավ այն ամենը, ինչ նա չէր կարողանում բառերով ասել։ Վախը, հույսը, սերը, որը ծնվում էր նույնիսկ բոլոր հավանականությունների դեմ։ Նա իջեցրեց դեմքը դանդաղ, նրան ժամանակ տալով հեռանալու, եթե ցանկանար։ Բայց նա չհեռացավ։
Նա վեր թեքվեց, հանդիպելով նրան կես ճանապարհին։ Համբույրը մեղմ էր, սկզբում վարանոտ։ Ինչպես երկու մարդ, որոնք նոր բառ են սովորում։ Բայց հետո այն խորացավ, ավելի հրատապ դարձավ, լցված վերջին ամիսների բոլոր չասված զգացմունքներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին։ Վա, ու, ասաց Անահիտը։ Այո, համաձայնեց Արմենը։ Վա, ու։ Նա ծիծաղեց, նա նորից համբուրեց նրան, այս անգամ ավելի կարճ, պարզապես որովհետև կարող էր։ Նարեն կխելագարվի, երբ իմանա, ասաց Անահիտը։ Նա հավանաբար կպլանավորի մեր հարսանիքը։ Անահիտը սառեց։ Արմենը գիտակցեց, թե ինչ է ասել։ Կարմրեց։ Ներիր, չէի ուզում ասել, որ այսինքն ոչ հիմա, իհարկե, պարզապես որ Արմեն ընդհատեց նրան Անահիտը ժպտալով։ Շունչ քաշիր։ Նա շունչ քաշեց։ Դանդաղ գնանք, լավ, նրբորեն ասաց նա։ Քայլ առ քայլ։ Քայլ առ քայլ, համաձայնեց նա, թեթացած։ Բայց շարունակեց նա, ոտքի մատների վրա բարձրանալով, որպեսի թեթակի համբուրի նրան, ինձ դուր եկավ գաղափարը։ Հաջորդող ամիսներն ամենաերջանիկն էին, որ նրանցից որը մեկը կարող էր հիշել։ Նրանք դանդաղ էին գնում, ինչպես Անահիտն էր խնդրել։ Բայց հարաբերությունները խորանում էին ամեն օր։ Արմենն ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում Դավթաշենում, ավելի քիչ դատարկ պենթհաուսում։ Սկսեց իրեր թողնել բնակարանում։ Ատամի խոզանակ։ Հավելյալ հագուստ։ Գրքեր։ Առանց նկատելու, այդ փոքրիկ վայրն ավելի շատ տուն դարձավ, քան շքեղ պենթհաուսը երբե եղել էր։ Նարեն փայլում էր։ Նա ուներ այն, ինչ միշտ ուզել էր, նույնիսկ չիմանալով, որ ուզում է։ Ընտանիք։ Նա Արմենին հայրիկ էր անվանում, նա երբեք նրան չէր ուղղում։ Իրականում, ամեն անգամ, երբ լսում էր, զգում էր, թե ինչ։ Պես է սիրտը մի փոքր ավելի ընդարձակվում։ Աշխատանքը շարունակվում էր, բայց Արմենը հավասարակշռություն էր գտել։ Սովորել էր պատվիրակել, վստահել իր թիմին, ամեն մանրուք վերահսկելու կարիք չզգալ։ Եվ բացահայտեց, որ ընկերությունը նույնքան լավ կամ ավելի լավ էր աշխատում առանց իր մշտական ներկայության։ Անահիտը ծաղկում էր կառավարչի աշխատանքում։ Վարձակալները նրան պաշտում էին։ Շենքը երբեք այնքան լավ խնամված չէր եղել։ Նա գտել էր իր տեղը, իր կոչումը։ Եվ աշխատավարձը, թե Արմենն ավելին էր առաջարկել, բավարար էր, որպեսզի նա կյանքում առաջին անգամ խնայողություններ ունենար։ Անվտանգություն։ Ընտրության հնարավորություններ։ Գարնան մի գիշեր էր, գրեթե 1 տարի անց այն ձյունոտ գիշերից, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Արմենը հատուկ ընթրիք էր պլանավորել։ Նա ինքն էր եփել, առցանց ձեռնարկների գորգին խորհուրդ հարցնելու հուսահատ զանգերի օգնությամբ։ Կատարյալ չէր, բայց սիրով էր արված։ Ընթրիքից հետո, երբ Նարեն արդեն քնած էր, Արմենը բռնեց Անահիտի ձեռքը, տարավ նրան բնակարանի փոքրիկ պատշգամբ։ Գիշերը պարզ էր, աստղերը տեսանելի էին։ Չնայած քաղաքի լույսերին։ Ես պետք է քեզ մի բան ասեմ, ասաց նա։ Անահիտն անհանգիստ տեսք ուներ։ Ամեն ինչ կարգին է։ Այո։ Ավելի քան կարգին է։ Բայց ես պետք է սա ասեմ, նախքան համարձակությունս կորցնեմ։ Դու ինձ վախեցնում ես։ Արմենը խորը շունչ քաշեց։ Հիշում ես, երբ մենք ծանոթացանք։ Ես դատարկ մարդ էի, որը ձացնում էր, թե լի է։ Անդադար աշխատում էի, որպեսզի չմտածեմ, չզգամ։ Եվ հետո մի 5 տարեկան աղջիկ ինձ օգնություն խնդրեց, իմ ամբողջ կյանքը փոխվեց։ Արմեն, թույլ տուր ավարտեմ, նրբորեն խնդրեց նա։ Դու Նարեն ինձ փրկեցիք այնքան, որքան ես ձեզ փրկեցի այդ գիշեր։ Դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչն է իսկապես կարևոր։ Սերը, ընտանիքը, կապը, բաներ, որոնք ոչ մի գումարով չես կարող գնել։ Եվ ես բացահայտեցի, որ չեմ ուզում ապրել առանց դրա։ Չեմ ուզում ապրել առանց ձեզ։ Նա ծնկի իջավ, Անահիտը ձեռքը տարավ բերանին, աչքերը լայն բացվեցին։ Անահիտ, ես գիտեմ, որ մենք ավանդական զույգ չենք։ Գիտեմ, որ մեր պատմությունը տարօրինակ կերպով է սկսվել։ Բայց ես երբեք մի բանի մասին այսքան վստահ չեմ եղել։ Դու մենաանհավանական մարդն ես, որին ես ճանաչում եմ։ Ուժեղ, քաջ, սիրող։
Եվ Նարեն այն դուստրն է, որի մասին ես երբեք չգիտեի, որ ուզում եմ մինչ նրան հանդիպելը։ Ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել ձեզ երկուսիդ հետ։ Ուզում եմ ամեն օր քո կողքին արթնանալ։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես է Նարեն մեծանում։ Ուզում եմ իսկական ընտանիք կառուցել։ Նա գրպանից հանեց փոքրիկ տուփ։ Ներսում պարզ, բայց գեղեցիկ մատանի կար։ Կամուսնանաս ինձ հետ։ Անահիտի դեմքով արցունքներ էին հոսում։ Այո, շշնջաց նա։ Այո, այո, 1000 անգամ այո։ Արմենը դողացող ձեռքերով մատանին դրեց նրա մատին։ Հետո ոտքի կանգնեց, համբուրեց նրան, խորը, համբույրի մեջ դնելով իր զգացած ամբողջ սերը։ Սենյակից քնաթաթախ ձայն բղավեց, դուք աղմուկ եք անում։ Եվ հետո, ավելի արթուն։ Սպասիր, Արմենը ծնկի՞։ Իչել։ Նա մայրիկիս ամուսնության առաջարկ արեց։ Նրանք բաժանվեցին, ծիծաղելով։ Նարեն հայտնվեց պատշգամբում գիշերազգեստով, աչքերը լայն բացված։ Դու առաջարկ արեցի՞ր, հարցրեց նա Արմենին։ Իսկապես։ Արեցի։ Իսկ մայրիկը այո։ Ասաց։ Նարեն ուրախության ճիչ արձակեց, նետվեց երկուսի գիրկը։ Նրանք ընկան պատշգամբի հատակին, երեքը միասին, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ Ես իսկական հայրիկ եմ ունենալու, հարցրեց Նարեն, աչքերը փայլելով։ Այո, հաստատեց Արմենը։ Եթե դու ուզում ես։ Ուզում եմ։ Ես միշտ ուզել եմ։ Նա ավելի ամուր գրկեց նրան, զգալով Անահիտին մյուս կողմում, իր չափահաս կյանքում առաջին անգամ Արմեն Մարտիրոսյանն իրեն ամբողջական զգաց։ Հարսանիքը համեստ էր, 3 ամիս անց։ Միայն մի քանի մտերիմ մարդ։ Գորգը, վարորդը, որը ընկեր էր դարձել։ Սոնան, որը լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում։ Սիրանուշը, սոցիալական աշխատողը, որը հետել էր ամբողջ ճանապարհին, հիմա հպարտությամբ տեսնում էր, թե ինչպես է ամեն ինչ լավ ստացվել։ Անահիտի մի քանի գործընկերներ։ Նարեի ուսուցչուհին։ Մարդիկ, որոնք կարոր էին։ Արարողությունը տեղի ունեցավ այգում, որտեղ երեքը այնքան շատ կեսօրներ էին անցկացրել։ Նարեն ծաղիկներ բերող աղջիկն էր, իր առաքելությունն այնքան լուրջ էր ընդունում, որ Արմենն ու Անահիտը ստիպված էին ծիծաղը զսպել։ Երբ եկավ երթումների ժամանակը, Արմենը նայեց Անահիտին, տեսավ ոչ միայն այն կնոջը, որին սիրում էր, այլ ամբողջ այն ճանապարհը, որը նրանց բերել էր այստեղ։ Անահիտ, սկսեց նա, ձայնը խեղդված։ Այն օրը, երբ ես քեզ հանդիպեցի, ես կորած էի։ Ամեն ինչ ունեի, ոչինչ չունեի։ Դու Նարեն ինձ ցույց տվեցիք տուն տանող ճանապարհը։ Ինձ ցույց տվեցիք, որ ընտանիքը միայն արյունը չէ։ Դա ընտրություն է։ Սեր է։ Ամեն օր հայտնվելն է ներկա լինել, ընտրելը։ Ես խոստանում եմ ներկա լինել։ Խոստանում եմ սիրել ձեզ երկուսիդ իմ ունեցած ամեն ինչով։ Խոստանում եմ լինել այն հայրը, որին Նարեն արժանի է, այն զուգընկերը, որի կարիքը դու միշտ չափազանց ուժեղ ես եղել ունենալու, բայց որին, հուսով եմ, այնուամենայնիվ կուզես։ Անահիտը սրբեց արցունքները, փորձեց խոսել, բայց ձայնը դավաճանեց։ Խորը շունչ քաշեց, նորից փորձեց։ Արմեն, երբ ես այս երկիր եկա, ես փախչում էի անցյալից, ավելի լավ ապագա էի փնտրում։ Ես չէի պատկերացնում, որ քեզ կհանդիպեմ։ Չէի պատկերացնում, որ քեզ նման մեկը գոյություն ունի։ Դու մեզ անվտանգություն տվեցիր, բայց դրանից ավելին, դու մեզ սեր տվեցիր։ Դու մեզ ընտրեցիր, երբ ընտրելու ոչ մի պատճառ չունեիր։ Դու մնացիր, երբ ավելի հեշտ կլիներ գնալ։ Դու ինձ սովորեցրիր, որ հնարավոր է նորից վստահել, նորից երազել, հավատալ, որ ավելի լավ օրեր կգան։ Ես խոստանում եմ քեզ սիրել ամեն օր։ Խոստանում եմ այս ընտանիքը քեզ հետ կառուցել։ Խոստանում եմ երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, միշտ գնահատել, թե որտեղ ենք։ Երբ քահանան նրանց հայտարարեց ամուսին կին, Նարեն այնքան բարձր ծափահարեց, որ բոլորը ծիծաղեցին։ Եվ երբ Արմենը համբուրեց իր կնոջը, նա գիտեր, որ աշխարհի ամբողջ փողը չարժեր այդ պահը։ Ամուսնությունից հետո կյանքը հարմարվողականության ճանապարհ էր։ Արմենը վաճառեց պենթհաուսը, պաշտոնապես տեղափոխվեց Դավթաշեն։ Սկզբում Անահիտը բողոքում էր, ասելով, որ բնակարանը շատ փոքր է։ Բայց Ռմենը պնդեց։ Նրան տարածք պետք չէր։ Նրան ընտանիք էր պետք։
Ի վերջո նրանք քաղաքի ծայրամասում փոքրիկ տուն գնեցին բակով, որտեղ Նարեն կարող էր խաղալ, մեծանալու համար տարածքով։ Արմենը շարունակեց աշխատել, բայց փոխեց ընկերության ուղղությունը։ Սկսեց ներդրումներ կատարել մատչելի բնակարանային նախագծերում, ծրագրերում, որոնք օգնում էին ներգաղթյալներին արժանապատիվ աշխատանք գտնել, կրթական նախաձեռնություններում, ցածր եկամուտ ունեցող երեխաների համար։ Նա իր հաջողությունն օգտագործեց իսկական փոփոխություն բերելու համար։ Անահիտը վերադարձավ ուսմանը, մի բան, որի մասին միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Ավարտեց համալսարանի կառավարման ֆակուլտետը, գերազանցությամբ, ի վերջո դարձավ Արմենի գործընկերը մի քանի նախագծերում։ Նա բիզնեսի բնատուր տաղանդ ուներ կարեկցանք, որը կատարելապես հավասարակշռում էր նրա տեսլականը։ Նարեն մեծացավ սիրով շրջապատված։ Այլս երբեք չմրսեց։ Այլս երբեք չվախեցավ սնունդ չունենալուց։ Այլս երբեք չտեսավ մորը ուշաթափվելիս հյուծվածությունից։ Բայց ամենակարևորը, նա մեծացավ։ Իմանալով, որ ընտանիքը կատարյալ չէ։ Այն ընտրված է։ Այն կառուցվում է սիրով, համբերությամբ, մշտական ներկայությամբ։ Տարիներ անց, ձմեռային մի գիշեր, Երանում նորից ձյուն էր գալիս։ Արմենը կանգնած էր նոր տան պատուհանի մոտ, դիտելով փաթիլների թափվելը։ Նարեն, այժմ 10 տարեկան, եկավ նրա կողքին։ Դու այն գիշերվա մասին ես մտածում, այնպես չէ՞, հարցրեց նա։ Այո։ Ինչպես գիտես։ Որովհետև ես էլ եմ մտածում։ Ամեն անգամ, երբ ձյուն է գալիս։ Եվ ինչ ես մտածում։ Նարեն մի պահ լուռ մնաց։ Ես մտածում եմ, որ դա իմ կյանքի ամենասարսափելի գիշերն էր։ Բայց դա նա այն գիշերն էր, որը փոխեց ամեն ինչ։ Եթե ես դուրս չգայի, եթե դու չկանգնեիր, եթե մենք իրար չհանդիպեինք, մեր կյանքը բոլորովին այլ կլիներ։ Այո, համաձայնեց Արմենը։ Դու զղջում ես, որ կանգնեցիր ինձ օգնելու։ Արմենը նայեց իր կողքի աղջկան։ Նա այլս այնքան փոքր չէր։ Մեծանում էր, նմանվում մորը, ուժեղ վճռական։ Մի քանի տարուց նա դեռահաս կլիներ։ Հետո, երիտասարդ կին։ Եվ նա այնտեղ կլիներ յուրաքանչյուր փուլի համար, որովհետև դա այն էր, ինչ նա ընտրում էր։ Ամեն օր։ Ոչ մի վայրկյան չեմ զղջում, ազնվորեն ասաց նա։ Դա իմ կյանքում կայացրած լավագույն որոշումն էր։ Նույնիսկ կարևոր հանդիպումներ չեղարկելու փող կորցնելու դեպքում։ Նարե, փողից ավելի կարևոր բաներ կան։ Ինչ։ Սերը։ Ընտանիքը։ Ամեն օր արթնանալը, իմանալը, որ դու ունես մի բան, որի համար արժե ապրել։ Նարեն ժպտաց գրկեց նրան։ Ես քեզ սիրում եմ, հայրիկ։ Արմենը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Երբեք չէր հոգնում լսել այդ բառը։ Հայրիկ։ Ես էլ քեզ եմ սիրում, աղջիկս։ Անահիտը հայտնվեց դռան մոտ, ժպտալով, տեսնելով երկուսին գրկախառնված։ Այս ինչ է։ Գաղտնի հանդիպում։ Պարզապես հիշում ենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, ասաց Արմենը, մեկնելով ձեռքը նրան։ Անահիտը միացավ գրկախառնությանը, երեքը մնացին այնտեղ, դիտելով ձյան տեղալը։ Դա այն գիշերն էր, երբ 5 տարեկան մի աղջիկ, իր համար չափազանց քաջ, մենակ դուրս եկավ ցրտին, մորը փրկելու։ Դա այն գիշերն էր, երբ միլիոնատեր գործարարը, որը ներսում դատարկ էր, չնայած ամբողջ փողին, կանգ առավ օգնելու։ Դա այն գիշերն էր, երբ պայքարող մի մայր, որը պառկած էր փոքրիկ բնակարանի հատակին, ստացավ մի հրաշք, որը չէր խնդրել, բայց հուսահատորեն կարիք ուներ։ Դա այն գիշերն էր, որը ընդմիշտ փոխեց 3 կյանք։ Եվ մինչ ձյունը շարունակում էր տեղալ դրսում, տան ներսում ջերմություն կար, սեր կար, ընտանիք կար։ Ոչ այն ընտանիքը, որը նրանցից որը մեկը պատկերացրել էր, բայց այն ընտանիքը, որը նրանք ընտրել էին։ Այն ընտանիքը, որը նրանք միասին կառուցել էին, օր-օրի, ընտրություն առ ընտրություն։ Եվ դա, բացահայտեց Արմենը այդ ձմեռային գիշերը, այսքան տարիներ անց, ավելի արժեքավոր էր, քան ցանկացած կայսրություն, որը նա կարող էր կառուցել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Անահիտի, Նարեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, քաջության նոր սկիզբների այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք կօգնեիք դժվարության մեջ գտնվող մեկին, նույնիսկ եթե չճանաչեիք նրան։ Դուք հավատում եք ընտրված ընտանիքներին։
Ամեն օր մենք ներկայացնում են այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ կյանքի ամենամեծ գանձերը հնարավոր չէ գնել, այլ դրանք կառուցվում են սիրով ներկայությամբ։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։